Էդմոն Մարուքյանը ասում է, դուք զբաղված եք քաղաքական թրոլինգով։ Չեմ կարծում, որ պարոն Մարուքյանը այս ամեն ինչին չի տիրապետում։ Գալիս ենք, որ կայուն մեծամասնությունը չեղարկենք ու գնանք։ Կայուն մեծամասնության դրույթը հաստատումից հետո երբևէ չի կիրառվել։ Քաղաքական ուժը ոչ մի ինսենտիվ չունի, որ ինքը իր քաղաքականությունը կառուցի համագործակցության շուրջ։ Գալիս ենք, իջեցնենք ընտրական շեմը 1% ու գնանք։ Որտեղից են այդ նոր քաղաքական ուժերը ի հայտ գալու այդ 100 օրվա ընթացքում։ Քեզ կամ տեղավորում են ստե կամ ստե։ Կան ուժեր, որոնք սև ու սպիտակի բոշափչացածի խաղի մեջ չեն։ Ուժային կառույցները գիտակցելու են, որ այս իշխանությունը 100 օր հետո գնալու է։ Մենք գալու ենք լինենք իշխանություն, ունենալով ժողովրդի աջակցություն, ունենալով ազգային ժողովում համաձայնություն, որ այս սցենարը լինի։ Թագը հարմար լինի, գլխին ասի, «Всё, ես եմ»։ Մեր վարչապետի տեխնացուն ստորագրելու է հանրային իրան ինքնասահմանափակող փաստաթուղթ։ Իսկ եթե մարդը նախկինում հայհոյել է, թիրախավորել է ու Այո, գալիս ասում է ես իմ մեղքերն ստորագրում ընդունում եմ։ եմ, վերջ։ շատ նորմալ է։ Հովի կաղազերը նկարակած ես միանա։ Հո, կարա։ Իսկ օրինակ Արարատ Միրզոյանը։ Կարա։ Պատկերացնում եք մի հատ իրավիճակ, Վարդան Խորկասյանը սկսում է չհայոյել։ Ովքեր կարան դառնան ձեր ֆինանսական աջակիցները, այդտեղ կար մի գծեր կան։ Որևէ անանուն ֆինանսավորում մենք չենք ընդունում ու չենք ընդունելու։ Հաջորդ հեղափոխության ծեծուտողները ոնց որ դուք եք լինելու։ Մենք դեմ ենք, որ Հայաստանում փոփոխությունները լինեն մենակ ծեծու ջարդով։ Ինչ որ մեծ ուժ չի համաձայնում ձեր հետ, ինչ եք անելու այդ դեպքում։ Մենք մանդատները վայր ենք դնում, դուրս ենք գալիս ազգային ժողովից։ Ինչ մեխանիզմով եք համոզելու մնացած ուժերին։ 100 օր հետո դուք լինելու եք այն ուժերը, որոնք նպաստել են, որ Հայաստանում համակարգը փոխվի։ 100 օրվա ընթացքում հո կյանքը կանգ չի առնելու։ Կադրային ջարդ չենք անելու։ Փոխելու ենք այն պաշտոնները, որոնք անհրաժեշտ են, որ ընտրությունները առանց վարչական ռեսուրսի կատարվի։ Ներքին նախարարությունը կլինի, ԱԱԾ-ն կլինի։ Ադրբեջանը ասի պատրաստ եմ խաղաղության պայմանագիրը ստորագրելու։ Մենք 100 օր հետո գնում ենք, կգան օր իշխանություն 5 տարով, որի հետ դուք լավ կլինի ստորագրեք այդ պայմանագիրը։ Հանրությունը ինչպես վստահ լինի, որ դուք կամ ձեր թիմը չեք մասնակցի այլ անունով։ Կուսակցությունը գնալու է ինքնալուծարման։ Գալիս ենք, որ ավելացնենք բոլորին դեմ եմ քվեաթերթիկը ու գնանք։ Շնորհակալություն, մեր ծրագիրն ավարտվեց։ Ես Վարդակ եմ։ Ջուլիետա։ Արեք Վարդակ, որ երեխեք ջանացան, որտեղ լուրջ քաղաքական գործիչ թվան թե։ Անգլիա երեխա չասի։ Ձեր անդամներից Արման Սուլեյմանյանը քաքի հիմնադիրներից էր։ Քաքի աջակցություն ունեք։ Այդ երևի միակ ուժն է, որից կարելի է աջակցություն Ահա։ Այսինքն բոլորին դեմ չեք։ Ինչ որ երկու բան, որ կբնութագրի ձեզ։ Սիրում եմ մարդկանց տանել կրակելու։ Որ ասենք սիրում եմ մարդկանց տանել կրակելու, մի քիչ վտանգավոր կլինի։ Բան, զինված խմբեր բոլորին դեմ մի անդամները հիմնականում տենց երիտասարդ մարդիկ են։ Մենք կուսակցություններ կա, որ բան ունեն երիտասարդական կառույց։ Ասենք որ մտածում ենք ինչ կառույցներ պետք է լինի, կարելի է մտածել, չգիտեմ, տարիքով մեծերի կառույց էլի սարքենք։ Իսկ լինում է որ հարցազրույցի կանչեն, զանգեն, ասեն դուք հարցազրույցի ասեք չէ մենք բոլորին դեմ ենք։ Հա։ Դա տենց ոցեր կարող է լինի։ Մեր մոտ մի հոգի ունենք, որը տենց խիստ IT-շնիկ է, էլի, հենց ինքը տենց երբեք համաձայն չէր, որ ես ու ինքը նույն ձևակերպման մեջ ենք, էլի IT-շնիկ։ Նաև տենց դրսի բաներից առաջացավ մի հատ նոր տերմին, որը կոչվում է մերձ IT-շնիկ։ Ֆուտբոլ, բասկետբոլ, հիմնականում այդ երկու սպորտերը։ Ռեալ թե Բարսա։ Ռեալ։ Դու։ Ես ֆուտբոլ չեմ նայում։ Հա, պարզ է դուք պրոյեկտ։ Բայց դու կփորձեք ամեն դեպքում։ Կփորձեմ։ Հա։ Դուք ասես մտքում եք թարգմանեք Սպարտակ, մենք կասենք պարոն Գյուրանյան։ Ես ասում այդ ում հետ է։ Բարև ձեզ Gen Z հետևորդներ, այսօրվա մեր հյուրն է բոլորին դեմ եմ շարժման անդամ, մերձ IT-շնիկ, սպորտի սիրահար, Սպարտակ Գյուրեղյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարի գալուստ Control Z։ Շնորհակալ եմ։ Պարոն Գյուրեղյան, այս ընթացքում դուք ձեր Facebook-ում 30 վայրկյանոց վիդեո եք տեղադրել բոլորին դեմ շարժման մասին։ Մենք ուզում ենք, որ մեր հետևորդների համար եւս 30 վայրկյանվա ընթացքում ներկայացնեք, թե ինչ է բոլորին դեմ եմ շարժումը։ Շատ լավ։ Հա, այդ օրը իդեպ որ այդ վիդեոն նկարել էի, մի քիչ ջղայն էի։ Այդ ոնց որ միջոցառման էի, մի հատ տեղ կա Զենա կոչվում, տենց ինչ որ աղմուկ էր անընդհատ եւ այլն, ու ես զգացի, որ ոնց որ պետքա դուրս գամ 30 վայրկյանում պատմեմ սրա մասին, բայց այդ միջավայրը այնց լարված էր, որ տենց ջղայն արեցի, սովորաբար տենց չեմ լինում։ Հուսով եմ այսօր տենց շատ հավես իրար հետ կխոսենք։ 30 վայրկյանում մեր ծրագիրը հետեւյալն է։ Մեր առաքելությունն է
ընտրողի դիրքորոշումը ԱԺ-ում արտացոլելը, այնպես ինչպես որ կա։ Ոչ ավել, ոչ պակաս։ Եվ հետեւաբար մենք 3 բան ենք անելու։ Գալիս ենք, որ կայուն մեծամասնությունը չեղարկենք ու գնանք։ Գալիս ենք, որ իջեցնենք ընտրական շեմը 1% ու գնանք։ Գալիս ենք, որ ավելացնենք բոլորին դեմ եմ քվեաթերթիկը ու գնանք։ Շնորհակալություն, մեր ծրագիրն ավարտվեց։ Իսկ այս ամեն ինչից բացի, տեխնիկական հարցերից բացի, ինչ գաղափարախոսություն ունի շարժումը, ինչի շուրջ է հավաքված։ Շարժումը հավաքված է հենց այս հարցերը լուծելու շուրջ։ Մենք անհատներ ենք, ազատ մարդիկ ենք, ովքեր որ իրենց գաղափարներն ու ծրագրերն են ունեցել։ Ես ինքս այս process-ին հասել եմ երևի 1 տարվա ընթացքում ու ի սկզբանե նպատակը այն էր, որ մենք մեր սեփական մտքերն ու գաղափարները փորձենք իրականացնել, որ մեր երկիրը ավելի ուժեղ սարքենք։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, որ ասենք լիբերալներ, ազգայնականներ կամ եւ այլն, այդ չափանիշ չէ։ Այո, մենք որևէ նման չափանիշ չունենք։ Երբ որ մենք սկզբում մտածում էինք նման process-ով սկսենք կուսակցություն, որը մի քիչ տարբերվի էական կամ տարբերվի իր ինովացիաներով եւ այլնով, հետո հասկացանք, որ խնդիրը ընտրական համակարգի մեջ է, իսկ դրա շուրջ դու կարող ես հավաքել բոլոր այն մարդկանց, ովքեր սրա շահառուն են, այսինքն սրա շահառուն են թե այն մարդիկ, ովքեր, չգիտեմ, ազգային պահպանողական ուժեր են, թե այն մարդիկ, ովքեր լիբերալներ են, թե այն մարդիկ, այսինքն կարևոր չի, բոլոր տեսակի ուժերն ու մտքերը կարող են գալ սրա շուրջ համաձայնության, փոփոխություն անել եւ դրանից հետո գնալ իրենց ուժերով ավելի արդար համակարգով մրցել, ստանալ ժողովրդի ձայնը ու կառավարել, այսինքն մանդատ կստանան հաջորդ փուլում։ Այս փուլում իրենք մանդատ ստանալու են միայն սրա համար ու ինչքան էլ դժվար է որ դու ոնց որ այդ process-ում քո մտքում միշտ ունենաս քո իդեաները որ չէ կարող է այդ 100 օրում ձեռի հետ մի հատ էլ էս փողոցի ասֆալտը անենք կամ ինչ որ մի հատ բան անենք միևնույնն է մենք ոնց որ կենտրոնացել ենք հստակ այս խնդիրը լուծելու շուրջ Բայց կա կարծիք, որ այս փոփոխությունները եթե արվի ոչ թե ոնց որ ավելի կբարելավի վիճակը, այլ այդ քաղաքական դաշտը ավելի կխարխլվի։ Արդյոք մեր քաղաքական համակարգը պատրաստ է այդ փոփոխություններին։ Նայեք, մեր քաղաքական համակարգը, այսօրվա քաղաքական համակարգը կառուցված է հիմնականում մի հատ կանոնի շուրջ, որ մի հոգին պետք է իշխի ու վերջ։ Այսինքն այն սահմանադրությունը, որ մենք ունենք 2015 թվականից, այդտեղ գործող դրույթները բերում են նրան, որ մի ուժ է իշխելու ու հետեւաբար այդ ուժը, որը իշխում է, նաև հասկանալով, որ հաջորդին էլ ինքը պետք է մենակով իշխի, այդ ամբողջ ընթացքում որևէ համագործակցության ձեռք չի մեկնում մյուսներին։ Պատկերացրեք, ասենք դուք իրար հետ ոնց որ ինչ-որ բան պետք է պայմանավորվեք, որոշում եք, որ մեկը պետք է որոշի, ասենք ինքը չի հարցնելու համագործակցելը այնպեսի բան չի էլի, որ այտենց բարի կամքից են։ Եթե դու ունես հնարավորություն, օրինակ, որոշելու, որ դուք միշտ այս ռեստորան եք գնալու, հաստատ գնալու եք ձեր ուզած ռեստորանը։ Բայց երբ որ գիտեք, որ էդի դիմացինի հետ պետք է համաձայնեցնեք, այդտեղ սկսում է արդեն համագործակցություն։ Մի օր ձեր ուզածը կգնաք, մի օր մյուսի ուզածը կգնաք։ Մեր համակարգը չի թույլ տալի նման բաների հայտնվել քաղաքական դաշտում։ Դուք ասում եք, որ կչեղարկեք կայուն մեծամասնության դրույթը, բայց դուք եք ասել, որ կայուն մեծամասնության դրույթը հաստատումից հետո երբևէ չի կիրառվել։ Ինչպես դուք կարող եք պնդել, որ ինչ որ դրույթ վատն է, եթե այն երբևէ պրակտիկայի վրա չի երևացել։ Նայեք, պրակտիկորեն, այո, Հայաստանում 15 թվականից սկսած բոլոր ընտրություններում չի եղել դեպք, որը որևէ ուժ առաջին փուլում հավաքած լինի 50%-ից ցածր տոկոս եւ կիրառվի կայուն մեծամասնության դրույթը։ Բայց ընդհանուր համակարգը այդ տրամաբանության մեջ է գործում։ Քաղաքական ուժը ոչ մի ինսենտիվ չունի, որ ինքը իր քաղաքականությունը մյուս ուժերի հետ, ժողովրդի հետ կառուցի համագործակցության շուրջ։ Ինքը միշտ գալու է ընտրություններից առաջ քվե ստանա ու որևէ ձևով դու այդ 5 տարվա ընթացքում չես կարողանալու ինչ-որ բան փոխես։ Ոչ իրանք արած հետ կանչես, ինքը միշտ մեջքով է շրջվելու։ Ու մենակ ընտրություններից մի 2 ամիս կամ 6 ամիս առաջ կշրջվի քաղաքացու քվեն ստանալու, իդեպ այդտեղ էլ է հարց։ Խոշոր հաշվով այն ուժը, որը կառավարելու է, իրան միշտ ձեռատալու, որ մասնակցությունը քիչ լինի։ Որովհետև տիրապետելով վարչական ռեսուրսների, հավանականությունը քիչ մասնակցության դեպքում միշտ իշխող ուժի կողքին է։ Այսօր ոնց որ Նիկոլ Փաշինյանն է, վաղը կարա ուրիշը լինի։ Բայց այս համակարգի դեպքում միշտ տենց է լինելու ու հետեւաբար Բայց արդյոք այս կառավարման համակարգը թույլ չի տալիս, որպեսզի սերտ մնանք քաղաքական ճգնաժամերից։ Նայեք, Որովհետև բազմաթիվ երկրներում, որտեղ որ օգտագործվել է օրինակ այդ շեմի իջեցումը, այնտեղ կառավարություն չեն կարողացել ձևավորեն կամ երկար ինչ որ կռիվներ են եղել, ճգնաժամային վիճակ ա եղել։ Նայեք, կայուն մեծամասնության դրույթը
ինքը ապահովում է այն, որ կարա 25% հավաքած ուժը ստանա բոնուսային իր տոկոսները ու գա մեզ իշխի։ Այսինքն փաստացի մի ուժ է կառավարում Հայաստանում, ով որ ունի ժողովրդի մեծամասնության բանը, ձայնը։ Եվ հետեւաբար իր կառավարումը չի արտացոլում ընդհանուրի կարծիքը։ Այսինքն հիմա պետքա մենք գնահատենք, ոնց որ արդյոք մեր համար նորմալ է, որ մեզ կառավարի ուժ, որը չունի մեր ձայնը, թե մեզ պետքա ստեղծել համակարգ, որտեղ ուժերը ստիպված պետքա իրար հետ սկսեն խոսել, որ կարողանան կառավարել։ Եթե չկարողանան խոսել իրար հետ, ասենք ֆեյլ անեն այդ խոսելու process-ը, մարդիկ հասկանալու են, որ օրինակ այս ուժը 35% էր հավաքել, ամենամեծ շանսը ինքը ուներ կառավարություն ձևավորել, բայց ոչ մի ջանք չի բանանում օգտագործում, որ ինչ որ ուժերի հետ համագործակցության գնա եւ հետեւաբար կարող է հաջորդ ընտրություններն էլ չտանել իրան այդ 35%-ը։ Այսինքն ժողովրդից ձայն խնդրելը process է դառնալու սրանով։ Մինչեւ այդ էական չի, այսինքն կան մշտական ընտրողներ, մշտական ոնց որ ուժերի հստակ ընտրողներ, որ մենակ իրանք են գնում։ Նոր մարդիկ ոնց որ քանի գնում է քչանում են, չեն ուզում գնալ այդ ընտրությունները։ Բայց որ ասում ենք այդ անցողիկ շեմը իջեցնենք, նոր մարդիկ կգան, եթե մարդիկ այս ընտրություններին գնան ու իրենց ընտրությունը կատարեն եւ եթե դուք հաջողեք ու այդ 100-օրյա կառավարությունը ստեղծվի, ձեր փոփոխությունները անեք, նորից ընտրություններ լինեն, որտեղից են այդ նոր քաղաքական ուժերը ի հայտ գալու այդ 100 օրվա ընթացքում, որ ինչպես դուք եք նշում, քաղաքական նոր միտք ծնվի։ Նայեք, այս ընթացքում, երբ որ կլինի մեր փոփոխությունները ու կնշանակենք նոր ընտրություններ, եթե նույնիսկ նույն ուժերը գան դրան մասնակցելու, իրանք նույն ռետորիկայով չեն գալու մասնակցելու ու նույն ծրագրերով չեն գալու մասնակցելու, որովհետև հստակ է, որ իրանք պետք է լինելու ձայն, որ կարողանան կառավարություն կազմել։ Բայց այդ 100-օրյա ժամանակահատվածը քիչ չի նոր իդեաների գեներացման, գաղափարների ներկայացման համար։ Լավ հարց եք տալի, տեսեք, 2021 թվականին Հայաստանում երկու ուժ է հաղթահարել շեմը։ Ընդամենը երկու ուժ։ Երրորդը զուտ սահմանադրական դրույթի պատճառով հայտնվել է խորհրդարանում։ Այսինքն մենք ուզում ենք մտածենք, որ ամբողջ Հայաստանում երկու միտք կա, ասենք Նիկոլ Փաշինյանի ու Ռոբերտ Քոչարյանի այդ ժամանակվա էլ այսօր parza իրավիճակը փոխվել է, բայց այսինքն երկու միտք կա, որ պետքա Հայաստանում տեղ գտնի ազգային ժողովում։ Ես այդպես չեմ կարծում։ Կան լիք ուժեր, որոնք իրենց մտքերը ունեին այն ժամանակ էլ ու հիմա էլ, բայց հաշվի առնելով պայմանները, համակարգը, իրենք չեն կարողանում հայտնվել այդտեղ։ Ու երբ որ այտենց է քո համակարգը սարքած, ոչ թե խնդիրը այդ մարդկանց մեջ է, այդ ուժերի մեջ է, խնդիրը համակարգի մեջ է։ Այսինքն մենք օրինակ եթե տեսեք դուք օրինակ սկսել ոնց հասկացա լրագրողներ չեք, բայց հիմա սկսել եք այս գործունեությամբ զբաղվել, չէ՞, մասնագիտությամբ։ Ձեր հաղորդունից մեկում ասել եք։ Հիմա ձեզ տրվել է միջավայր, որ դուք այս մասնագիտության մեջ կայանաք։ Եթե օրինակ այս աշխատանքի համար ընդունելության բանը լիներ, որ մենակ 10 տարվա փորձով մարդը կարա լինի, դուք երբեք շանս չէիք ունենալու սրանով զբաղվել։ Ինչը ես տեսել եմ նաև IT ոլորտում, ասենք IT ոլորտում հայտարարությունները եթե լիներ միշտ այն մակարդակին, որ մեզ պետք են 10 տարվա փորձով մարդիկ, երբեք կիրառական համալսարանը ավարտած ուսանողը գործ չէր գտնելու։ Դրա համար դու ինչ ես անում։ Դրա համար դու սարքում ես մի հատ միջավայր, որտեղ այդ մարդիկ նոր մտքերը, որոնք թեկուզ սկզբնական շրջանում կարան շատ մարգինալ թվան, սովորաբար նոր միտքը տենց միանգամից նեն չէ, էլի բոլորը վերցնում ասում են գնանք անենք։ Իրանք ստանում են հնարավորություն այս համակարգով ընտրվելու, ստանում են հնարավորություն 5 տարի աշխատելու, այդ 5 տարվա ընթացքում էլ ցույց տալու, թե իրանք ինչ էլ ավել բան կարող են անել, որոնք որ կհաջողեն, իրանք հաջորդին ժողովրդի ավելի շատ քվեն կստանան, որոնք չեն հաջողի, էլի կհեռանան թափտերաբեմից կամ մյուս անգամ կփորձեն։ Այսինքն եթե չկա միջավայր, չենք կարողանալու ստանալ։ Բայց եթե կան ուժեր, որոնք անցնում են անցողիկ շեմա, այսինքն կարողանում են համոզել մարդկանց, ու եթե կան ուժեր, որոնք որ չեն կարողանում համոզել, ոնց չեն համոզում ու դրա համար չեն անցնում անցողիկ շեմա։ Դա երկու ուժ է կարծեի, ոնց որ եթե մեր պնդումը այն է, որ Հայաստանում երկու ուժ կա, որ կարում է անցողիկ շեմ հաղթահարի, այլ միտք չկա ամբողջ Հայաստանում, այո, ճիշտ եք դուք։ Բայց ես այդպես չեմ կարծում, ես կարծում եմ որ Հայաստանում տարբեր մտքեր կան, առնվազն այն քաղաքական ուժերը, որ 21 թվականին, եթե հաշվենք շեմը 1% էր, այդ ուժերի մեջ կան ուժեր, որոնք այդ սև ու սպիտակի բոշափչացածի խաղի մեջ չեն։ Իրանք ոնց որ նոր երանք կարային հաղորդեին այս ամեն ինչին։ Ես չեմ պնդում որ բոլորն էին այդպես, բայց ես այնտեղ հստակ գիտեմ որ կան ուժեր, որոնք երրորդ երանք կարային հաղորդեին։ Բայց համակարգը այնպես է որ երրորդ երանք չի թողում։ Երբ որ դու մտնում ես քաղաքականություն, սկսում ես հայտարարություններ անել, քեզ կամ տեղավորում են ստե կամ ստե։ Ու ժողովուրդը առօրից իրիկուն մենակ այս երկուսն է տենում։ Ինքը հասկանում է որ ինքը կամ սա պետք է ընտրի կամ սա, եթե դրա հետ համաձայն չի, արդեն ստացվում է որ ինքը կամ չպետք է գնա ընտրության, կամ պետք է գնա
ինչ որ Chuck Norris գրի կամ այն ժամանակ բոլորին դեմում գրի, օրինակ, հա, կամ ոչ մի բան չանի ու այդ բոլոր դեպքերում իր քվեն չի հաշվվում։ Հիմա երբ որ դու շեմի իջեցնում ես, այն մնացած ուժերը, ովքեր որ 1%-ից ավել ձայն ունեն, այդ մարդիկ կարողանում են ճանապարհ գտնել իրենց մտքերը 15-ից 20,000 մարդու համոզել, հայտնվել ազգային ժողովում, ստանալ շանս աշխատել, լավ աշխատանքի դեպքում հաջորդ անգամ ել ավելի շատ գնահատվել, վատ աշխատանքի դեպքում ել ավելի քիչ։ Բայց ինքը հստակ ինսենտիվ է, էլի քաղաքականությամբ զբաղվելու։ Իսկ հիմա ինսենտիվ չկա։ Այսինքն քո միակ ինսենտիվը այն է, որ կամ պետք է հաշվի $10 միլիոն փող ունենաս, մտնես այնքան զբաղվես, որ մի օր կամ կստացվի կամ չէ, հա, կամ էլ ընտրություններից 3 ամիս առաջ բացես ուժ, այն հույսով, որ դա տենց ինչ որ ես իմ աշխարհի հայտնագործությունն է, սա գալու են դրան ընտրեն, որը սովորաբար տեղի չի ունենում։ Լրացնելով Ջուլիետայի նախկին հարցը խորհրդարանում նոր ուժեր, նոր գաղափարներ հավաքելու։ Իսկ եթե մեծ կապիտալը, խոշոր գործարարները կամ օտար պետությունները, ովքեր ուզում են Հայաստանում իրենց շահերը սպասարկել, ստեղծեն փոքր կուսակցություններ, ու այդ փոքր կուսակցությունները բարձրանան ազգային ժողով։ Հա, նայեք, ռիսկ չի է։ Դե նույն բանն է, որ իրանք հիմա 4%-անոց 5-ատ ուժ ստեղծեն, ասենք 30% ունեցողը ստեղծի 4%-անոց 5-ատ ուժ։ Բայց 1.4%-ը հո նույնը չեն։ Հա, նույնը չեն, բայց այդտեղ ուրիշ բան է կարևոր էլի հասկանալ։ Տեսեք, կարա այտենց բաներ լինի, որոնք գնալու են հետո ազգային ժողովում, իրանք սկսելու են ինչ-որ նույն նարատիվերից խոսան։ Խոշոր հաշվով իրանք կլինելու են նույն քվեարկողի մեջ։ Այսինքն, եթե կա ուժ, օրինակ, որ շատ նման է, ասենք, քաղաքացիական պայմանագրին, այդ ուժի ձայնը մոտավորապես այն նույն ձայնն է, որ իր չմասնակցելու դեպքում ստանում է քաղաքացիական պայմանագիր։ Իրանք ինչ որ նույն նարատիվի կրողն են եւ նույն ընտրողների շրջանակի վրա են աշխատում։ Նույն բանը անելու իմաստը ավելի քիչ է, որովհետեւ դու դրանով նույն ձայների մեջ ես լողում։ Երբ որ դու նոր բան ես անում, այդտեղ արդեն ոնց որ շանս է տրվում, երբ որ դու նոր գաղափար կունենաս, այսինքն նույնիսկ եթե 2 հատ 1%-անոց եղած ուժին ոնց որ ինքը հաշվել է, որ դե մի քանի հոգի իրանից զզված է, եկեք ես 2 հատ 1% անեմ, որ այն մյուս ձայները ընդհանրապես իմ ձայները չփոշիանա, թող իրանք ստանան, միևնույն ժամանակ կարող է 2 հատ ուրիշ ուժ, որը լրիվ անկախ ու իր գաղափարներով ինքը կարա եւս հայտնվի։ Այն 2 հատ 1%-ը ովքեր որ նույն նարատիվի կրողն են, իրան գնալու են ազգային ժողովում հետները դաշին կնքեն, ժողովուրդը տեսնելու է, որ սա նույն բանն է, պրիտոմ ընտրողներն էլ էլի նույնն են լինելու, իսկ այս ուժերը իրանք անկախ են լինելու։ Այսինքն այս խնդիրը մենք կարծում ենք լուծվելու է նրանով, որ երբ որ մենք չափում ենք, թե որն է ավելի կարևոր է ինձ թվում, ամեն դեպքում նոր մտքին հնարավորություն ընձեռել հայտնվել ազգային ժողովում։ Դա ամենակարևորը։ Իսկ այտենց այդ նոր միտքը հաստատ հայտնվելու է ազգային ժողովում։ Պարոն Գյուղյան, բայց մենք նաև տեսնում ենք, որ մարդիկ երբ որ չեն տեսնում ում ընտրել, ուղղակի չեն գնում ընտրություններին, ու Միջազգային հանրապետական ինստիտուտի վերջին անցած տարվա արած հետազոտությունները ցույց էին տվել, որ համաձայն հարցումների 12%-ը կփչացնի քվեաթերթիկը, այսինքն ընտրողը այսպես թե այնպես 25 թվականին 12% ասել որ կփչացնի քվեաթերթիկը, այսինքն այսպես թե այնպես ընտրողը ունի այդ իր բոլորին դեմում լինելու տարբերակը արտահայտելու ձևը, ինչու անպայման պետք է քվեաթերթիկում լինի բոլորին դեմում տարբերակը, ու ինչ է տալու դա ընտրողին։ Նայեք, ունի արտահայտելու, բայց այդ արտահայտելը մեր երկրի վրա ոչ մի տիպի չի ազդում։ Այսինքն ինքը չի գնում ընտրության, մենք գիտենք, որ այսքան մարդ չի գնում, նախ չգիտենք դրանցից ինչքանն են, որ բոլորին դեմ են, չէ՞։ Մենք գիտենք, որ 1,250,000 մարդ օրինակ չի գնացել։ Իրանց մի մասը Հայաստանում չի, այսինքն որևէ կերպ ինքը չէր գնալու։ Քանի որ մեր մոտ դատան ոնց որ շատ հստակ է, մենք չգիտենք ինչքան մարդիկ են, որ այստեղ չեն։ Հետո մենք չգիտենք այդ մարդկանցից ինչքանն է, որ չեն գնում, որովհետև ունեն այս կամ այն խնդիրները, ասենք օրինակի պես։ Բայց ենթադրում եմ, որ շատ մեծ զանգված կա, օքեյ, եթե դա 10% է, այսինքն ընդհանուրի 10%-ն է։ 12%։ 250-ից 300,000 մարդ ըստ այդ բանի չի գնում, որտեղ բոլորին դեմ է։ Բայց այդ 250-ից 300,000 մարդու ձայնը չի հաշվվում։ Երբ որ մենք ավելացնում ենք բոլորին դեմ եմ քվեաթերթիկ, այդ մարդիկ գնում են ընտրատեղամաս կամ իրանց մի մասը, parza բոլորը չեն գնա։ Ասենք իրանցից 100,000-ը գնացին։ Ու չունեցան ռեալ ընտրություն, ասացին մենք այս բոլորից ոչ մեկին չենք ընտրում ենք բոլորին դեմ եմ։ Դա ազդելու է, դա եւս քաղաքական պատասխանատվություն է։
որովհետև դա նշանակելու է ըստ մեր համակարգի, որ եթե պայմանական ազգային ժողովը 100 պատգամավորից է կազմված, իսկ իրանք 10% են հավաքել, ապա 10 թափուր մանդատ է լինելու։ Իշխանությունը պետքա մնացած 90-ով կարողանան ձևավորել։ Դուք խոսում եք համագործակցության մասին, համագործակցությունը խթանելու մասին, բայց չէ՞ որ եթե 90 պատգամավոր լինի ու 10 ազատ աթոռ, այդ 90 հոգին կամ եթե օրինակ 70 հոգի լինի, ավելի դժվար են իրար հետ պայմանավորվելու, քան եթե լիներ ազգային ժողովում 100 պատգամավոր։ Իհարկե, բայց եթե ոնց որ երկրում իրավիճակը այսպեսին է, եկեք իրար հետ պատկերացնենք մի իրավիճակ, որ չկա որևէ ուժ, որ 50%-ի բան ունի, աջակցություն ունի ժողովրդից։ Ինչը ինձ թվում է մոտավորապես հիմիկվա դրությունն է, այսինքն մենք հիմա ըստ մոտավոր նույն հարցումների Հայաստանում չկա որևէ ուժ, որ 50% պլյուս ունի։ Այդ չի նշանակում, որ ընտրությունների ժամանակ չի ունենա, բայց ոնց որ կոնկրետ այս պահի դրությամբ ըստ հարցումների մենք չունենք այդպիսի ուժ։ Նաև մենք ունենք մարդկանց ձայներ, որոնք փոշիանում են։ Իդեպ փոշիանում են մոտավորապես 250,000 ձայն, որը մոտիկ թիվ է կամ նույնիսկ գուցե ավել է, ինչ որ Ռոբերտ Քոչարյանը ստացել է ընտրություններին։ Այսինքն, երբ որ մենք ասում ենք, որ կան մեծամասնությունը հանեցինք, այսինքն բոնուս ոչ մեկ չստացավ, ֆիքսվեց այնքան, ինչքան ունի։ Երբ որ շեմի իջեցրեցինք, նոր ուժերը կամ փոքր ուժերը անցան, պլյուս ձայների փոշիացման տոկոսը ինչ է հիմա 20% է, իջավ ասենք 2%։ Այսինքն ներկայացվեց ազգային ժողովը հնարավորինս շատ։ Եվ երբ որ ասեցինք մեկը, եթե մարդիկ կան, որ սրանց ոչ մեկին էլ չեն ուզում, թող իրանք գան քվեարկեն, մենք ստանում ենք մի հատ ազգային ժողով, որտեղ արտացոլված է մեր քաղաքացու դիրքորոշումը։ Հիմա եթե այդ ազգային ժողովում 5 հատ թափուր մանդատ կամ 10 հատ, այն 90 հոգին պետքա իրար հետ ստիպված սկսեն կոմպրոմիսների գնալ։ Իրանք պետքա կարողանան պայմանավորվել, թե կաբինետը ոնց են կազմում, ծրագրերը ոնց են կազմում, ամեն մեկը իր կարմիր գծերը պետքա ֆիքսի։ Իրանք այդ ամբողջ ընթացքում իրանք ռետորիկան նույն ձև չի լինի, այսինքն այն աշխարհի ամենավերջի բաները իրար չեն ասի, որ հետո չկարանան մի սեղանի շուրջ նստեն։ Բայց մենք արդյոք այդքան քաղաքականապես հաս ունենք։ Մեր քաղաքական դաշտը պատրաստ է այս ձեր փոփոխություններից հետո ձևավորվելու։ Նայեք, ինձ թվում է այո, որովհետև կյանքն էլ է դա ցույց տվել, ասեմ ինչի այո, էլի։ 2018 թվականից մինչև 2025 թվականը եղել են օրինակ ինչ որ էական փոփոխություններ քաղաքական, չէ, հեղափոխություն ա եղել, որի արդյունքում ինչ որ բաներ քանդվել են, ինչ որ բաներ սկսել են սարքվել։ Այդ ընթացքում լիքը մարդիկ, եթե հիշում եք, քաղաքական գործիչներ իրար հետ լուրջ տարաձայնություններ են ունեցել, լուրջ բաներ են ունեցել, բայց մեկ էլ հոբ 21 թվականին շատերը, որոնք շատ խիստ տարաձայնություններ ունեն, սկսել են իրար հետ համագործակցել։ Այդ ինչի են իրանք սկսել համագործակցել, հատկապես խոսում եմ ընդդիմական ուժերի մասին։ Իշխանությունը ինսենտիվ չունի, որ համագործակցի, իրան կանանք չհաշվենք, որտեվ ու կապ չունի դա Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ա եղել, թե Սերժ Սարգսյանը, իրանք ինսենտիվ չեն ունեցել։ Բայց մնացածը ունեն ինսենտիվ, նույնիսկ այս համակարգի դրությամբ, որ մի ձև գան, այս հարցը լուծեն, իրանք դառնան նոր իշխանությունը։ Այսինքն մենք տեսել ենք, որ եղած ընդդիմությունը ուզած-չուզած իրար հետ դեպքեր եղել են, օրինակ չգիտեմ, նույն Արթուր Վանեցյանը, որը որ հեղափոխությանը մասնակցել է, չէ՞, ու հեղափոխության ոչ թե մասնակցել է, այլ հետո եղել է որպես ԱԾՊ-պետ, ու ինքը քննադատել է հաստատ եղած իշխանությունը, ասել է լիքը խնդրեմ կա, չէ, կոռուպցիա կա այսյան, բայց ինքը 21 թվականին գլխավորել է պատիվ ունեմի ցուցակը։ Համագործակցելով Սերժ Սարգսյանի ուժի հետ, այսինքն այդ ոնց իրանք համագործակցեցին։ Շատ լավ, եկեք պատկերացնենք դեպք, որ դուք գալիս եք, անցնում եք 50+1 շեմը, անում եք փոփոխությունները ու նշում եք, որ 100-օրյա կառավարություն եք ձևավորելու, որը հետո պետքա լուծարվի։ Մինչև մյուս ընտրություններ ու մյուս կառավարության ձևավորում ով է լինելու իշխանության գլուխ։ Վարչապետի տեխնատուն եք հարցնում, այսինքն։ Չէ, նկատում ով է ղեկավարելու պետությունը երկիրը, մինչև որ մյուս կառավարություն ձևավորվի։ Մենք ունենալու ենք մեր վարչապետի 100 օրից հետո, որտեղ ասում եք, որ 100 օր հետո մենք ինքնալուծարվելու ենք։ Հա, 100 օր հետո լինելու են ընտրություններ։ Այդ ընտրություններին մասնակցելու են քաղաքական ուժեր։ Մեր քաղաքական ուժը ինքնալու է ինքնալուծարման, քանի որ ինքը իր միսիան կատարեց, այսինքն սովորական քաղաքական ուժերը իրանք հիմնադրվում են ու իրանք տենց միշտ միսիա ունեն, որ ինչ որ մի օր իշխանություն են։ Դա չեմ հարցնում։ Ի նկատի ունեմ, որ դուք ասում եք 100-օրյա կառավարության ենք գալիս ու 100 օրից հետո լուծարվելու ենք։ Հետո ոնց որ երբ որ նոր կառավարություն պետքա ձևավորվի, այսինքն պետքա լինի քարոզարշավ ընտրություններ, այդ ընթացքում ով է կառավարելու։ Ձեր ուժը շարունակելու է ղեկավարել։ Ըստ օրենքի, երբ որ վարչապետը հրաժարական է տալիս, նշանակվում է արտահերթ ընտրություններ, եղած կառավարությունը շարունակում է կառավարել մինչև լինեն նոր կառավարության ընտրությունները, մինչև պարզ դառնա ով է նոր վարչապետի տեխնացուն, մեր համանadrությունը
այդ քաոսից խուսափելու համար կետ ունի, որ ըստ որի քանի այս վարչապետով չի փոխվել, փոփոխություն չի լինում։ Այսինքն նոր ընտրություններում ով որ կա հաղթի, ինքը կգա փոխարինի մեր վարչապետի տեխնացուին, եթե մենք հաղթենք այս ամեն ինչ, կամ երբ որ մենք հաղթենք։ Իսկ ինչա լինելու այն դեպքում, երբ որ դուք անեք բարեփոխումները, նորից լինեն ընտրություններ ու արդեն այս դեպքում բոլորին դեմ եմ տարբերակը հավաքի 50+1 ձայն։ Այդ դեպքում ով է կառավարելու երկիրը։ Հա, լավ հարց եք տալի, ասում եմ, այտենց հատուկ պարապել եք, լավ է։ Բանը, նայեք, այս մասով սենց ենք մենք նախատեսել, սովորական դեպքում դա ենթադրում է արտահերթ ընտրություններ, որովհետև որևէ ուժ չի հավաքել համապատասխան քանակի ձայն։ Մենք կոնկրետ այս մասով ունենք հենց հիմա քննարկումներ, թե դրան ինչ լուծում ենք տալու, վերջնական չեն, բայց կարամ ասեմ, որ մինիմում տարբերակ կա ունենալ անցումային դրույթներ, որ կոնկրետ այդ ընտրություններին որոշակի պայմաններ չվերաբերվեն, որպեսզի հանկարծ այնպես չլինի, որ մենք մեր վարչապետի տեխնացուն այդ 100 օրից ավել շարունակի մնալ կառավարման։ Ինչ պայմանների մասն է խոսքը։ Դե օրինակ դու կարող ես օրենսդրական ինչ-որ փոփոխություն եք նախատեսում։ Հիմա օրինակ մեր մոտ ոնց էր 2015 թվականին փոխվեց սահմանադրություն, 17-ին անցկացվեցին այդ դրանով ընտրություններ, բայց 18-ին նոր մենք այսպես ասած նախագահի կառավարումից փոխվեցինք վարչապետի կառավարման։ Այսինքն անցումային process կար, որտեղ ինչ որ մի օր այսպես ասած երկրի գլուխը էլ նախագահն չի, վարչապետն է։ Հիմա նույն ձև մենք կարող ենք, ես չեմ ասում որ սա ֆիքսել ենք վերջնական, բայց դրա տարբերակները քննարկում ենք ու հաստատ այնպիսի լուծում ենք տալու, որ հանկարծ այնպես չլինի, որ մեր վարչապետի տեխնացուն 100 օր հետո էլի լինի ստիպված թեկուզ վարչապետ, դա կարող է լինել նրանով, որ բոլորին դեմ է մի դրույթը, օրինակ այդ ընտրություններին նույն ձև չազդի, ինչ որ ասենք հետագայում, պատկերացրեք, այսինքն բոլորին դեմ է օրինակ այդ ընտրություններին լինի ուղղակի մարդկանց հնարավորություն որ գան, ասեն մենք բոլորին դեմ ենք, բայց ինքը իրավական հետևանք չունենա process-ը։ Այսինքն ուրիշ վարչապետ լինի ձեր թիմից։ Այսինքն ուրիշ վարչապետ լինի ձեր թիմից։ Չէ, այդ դեպքում կընտրվի այնով որ կընտրվի։ Իսկ եթե բայց կա չէ այն ռիսկը, որ 50+1 հավաքի բոլորին դեմ եմ քվեաթ հերթիկը, օй ցիկլը շարունակվի։ Այդ ճգնաժամի դեմ ոնց եք դիմակայելու։ Մենք կարող ենք սահմանել անցումային դրույթ, որ օրինակ, սա որպես տարբերակ եմ ասում, սա իմ ոնց որ մեր քննարկված կարծիքներից է, բայց դեռ վերջնական ֆիքսված չէ։ Կարող ենք ֆիքսել, որ այս ընտրություններին, կոնկրետ այս մեր հաղթելուց հետո 100 օր հետո նշանակված ընտրություններին, բոլորին դեմը զուտ ֆիքսում է, որ մարդիկ այսքան քվեն տվե։ Ինքը որևէ կերպ իշխանության ձևավորմանը չի խանգարում։ Այսինքն, եթե մնացածը իրար հետ հավաքել են 48%, իրանք իրանցով կձևավորեն իշխանություն։ Մենք դրան չենք խանգարի այս անցումային շրջանում, որ մեր վարչապետի տեխնացուն մշտական չմնա։ Այսինքն այդ 48% ովքեր որ ուժերը անցել են, դուք առաջարկում եք իրենց մեջ բաշխվի ամբողջ ազգային ժողովը, բայց ոնց որ տենց չի ստացվում։ Փաստացի մարդիկ իրենց այդքան ձայն չեն տվել ու դուք բերում եք իրենց իշխանության։ Բոլորին դեմ եմ քվեաթերթիկի տարբեր լուծումներ կան աշխարհում կիրառված։ Դե հիմա ասում եք, որ մարդիկ ոնց որ իրենց ձայնը տալիս են ու դեպի տեղ չի հասնում, որտեվ կա շեմ 4%-ի, հետո էլ առաջարկում եք, որ 48% ձայներ հավաքած այդ բոլոր խմբակցություններին բերեք ազգային ժողով, բայց մարդիկ փաստացի իրենց չեն ընտրել որպես իշխանություն։ Այո, դրա համար ասում եմ, մենք ոնց որ ամեն process որ պետք է երկրում փոխվի, տենց մի օրվա հեշտ հասկանալի ձևով չի արվելու։ Մենք կարողանալու ենք դրա համար սարքենք նախնական անցումային process-ներ, որ կոնկրետ այս ընտրություններում բոլորին դեմ է մի ֆունկցիան լինի սիմվոլիկ, այսպես ասած, զուտ մարդկանց բոյկոտ արտահայտելու ձև, բայց ազդեցություն չունենա։ Շատ երկրներ կա, որտեղ հենց այդ ձևը։ Հաջորդ ընտրություններից արդեն ինքը կաշխատի ինձ ոնց որ մենք նախատեսել էինք։ Ու այդ ժամանակ այդ 5 տարում, երբ որ արդեն ոնց որ պետք է գնանք այն մյուս ընտրություններ, քաղաքական ուժերը ուրիշ ձև պետք է արդեն սկսեն աշխատել, որպեսզի մարդիկ մյուս ընտրություններին չգան բոլորից զզված, բոլորին դեմ քվեարկեն։ Այստեղ խոշոր հաշվով նաև ստեղծվելու է իրավիճակ, որ քաղաքական ուժերը ինչ որ մի հատ համաձայնություն պետք է ունենան, ոչ թե թղթով ստորագրած, այլ օթում, այսպես ասած, ֆիքսված, որ այնքան չափները չանցնեն, որ սաղ ժողովուրդը հելնի սաղին դեմ լինի։ Այսինքն իրանք պետք է ստիպված սկսեն իրանց ընտրողի հետ խոսալ, իրար հետ այնպես չխոսալ, որ հետո այդ ընտրողը զզվի իրանցից։ Այսինքն այս հարցի լուծումը դրա մեջ է։ Եթե մենք խոսանք ինչ որ մաթեմատիկական հնարավորությունների դաշտերում, ճիշտ եք ասում, կարա տենց բաներ լինի, բայց ոնց որ մենք ինչ որ հասարակության մեջ ենք ապրում, այսինքն մարդիկ ենք մսից արունից ուղեղով, հա, դատողություններով ու նման իրավիճակ սկզբունքով որ հակը կրկնվի քաղաքական իրականության մեջ, ես վստահ եմ, որ չի լինելու այդպես։
մենք երեք մի հատ սցենար ենք քննարկում։ Դուք հայտարարում եք, որ գալիս եք 100-օրյա իշխանության, ու այդ ամբողջ ընթացքում ձեր տակ լինելու է ուժային կառույցները, ամբողջ ուժային համակարգը։ Ու այդ ժամանակ, երբ որ դուք ասում եք, որ գալիս եք 100-օրյա իշխանության, պետք է օբյեկտիվ դատել, որ ուժային կառույցները, ոստիկանություն, ազգային անվտանգության ծառայություն եւ այլն գիտակցելու են, որ այս իշխանությունը 100 օր հետո գնալու է։ Ու այդ ժամանակ կա այնպիսի ռիսկ, որ տեղ են ունենալու ընտրախախտումներ, ընտրակաշառք է բաժանվելու եւ այլն լցոնումներ։ Ու օբյեկտիվ, եթե նայում ենք, ուժային կառույցները դիտարկում են երկու տարբերակ։ Կամ պաշտպանել այդ ուժերին, որովհետեւ չէ որ դուք 100 օր հետո գնալու եք։ Կամ կռիվ տալ այդ ամեն ինչի դեմ այն ռիսկով, որ այդ ուժերը անցնելու են ու հետո իրանց հախից գան։ Շատ լավ սցենար եք մտածել, իրականում կա այդ ձեր սցենարը, հաստատ կա այդ սցենարի հավանականություն, բայց դրա պատասխանը մեր կարծիքով հետևյալն է։ Մենք գալու ենք լինենք իշխանություն, ունենալով ժողովրդի աջակցություն, ունենալով ազգային ժողովում համաձայնություն, որ այս սցենարը լինի։ Մենք պրագմատիկ ու adekvat ենք նայում հարցերին, մենք իշխանության չենք գալու 68%-ով։ Այսինքն մենք 68% կամ 52% ձայնի բան չենք ունենալու մեր կարծիքով։ Մենք կարծում ենք, որ մեր հնարավորությունը լինելու է, ասենք 10-ից 15%-ի մեջ, բայց դա ստեղծելու է իրավիճակ, որ որևէ ուժ չի ունենալու այդ 50%-ը, ու հետեւաբար մենք լինելով բոլորին դեմ եմ, այդ բոլորի հետ համագործակցության արդյունքում, համագործակցություն ասելով ոչ թե նկատի ունեմ համագործակցություն իրենց օրակարգերի շուրջ, այլ համագործակցություն մեր օրակարգի շուրջ, մենք կարողանալու ենք այս փոփոխությունները մտցնել։ Այսինքն այդ իմաստով համակարգը, քաղաքական համակարգը պետք է պատվիրի, որ այս փոփոխությունները մեր երկրի համար այսօր կարևորագույն բանն է, որ պետք է անենք։ Երկրորդ բանը հետևյալն է։ Այդ ձեր նշած ուժային կառույցները, իրանք սովորական դեպքերում, ոնց օրինակ հիմա, իրանք ռիսկերի չեն գնում։ Հա, որովհետև ռիսկային է գնալ ինչ-որ մի հատ ուրիշ ուժի բան անել, քանի դեռ կա եղած իշխանություն, ու իր համար աշխատելը միշտ ավելի քիչ ռիսկային է։ Բայց դուք 100-օրյա իշխանության եք գալու, ոնց ռիսկը տեղվերն է լինելու։ Բայց այստեղ հարցը այն է, որ մեր կազմակերպած ընտրություններին պարզ չի ով է հաղթելու։ Եթե հիմա դու գիտես, որ եղածի հետ ինչ-որ ձև հարմարվել ես, ոնց որ գիտես իր լավ վատ կողմերը, իր հետ աշխատում ես, այդ ուժային կառույցների տեսանկյունից եմ ասում։ Հետո դու չգիտես ով է գալու։ Եվ հետեւաբար որևէ մեկի համար աշխատելը, քանի որ նշեցի, իրենք այդ ռիսկային բաներ չեն սիրում անել։ Որևէ մեկի համար աշխատելը շատ անշնորհակալ գործ ալնելու իրենց համար վաղը, շատ մեծ ռիսկի տակ է բերելու։ 2026 թվականի ընտրությունների արդյունքները 100 օրվա ընթացքում այդքան էապես կարան փոփոխվեն։ Այո, կարան փոփոխվեն, որովհետև մեր վարչապետի տեխնացուն չի մասնակցելու, ուժը չի մասնակցելու, էйֆորիկ ձայների։ Դե դուք ասում եք 10-ից 15% եք հավաքելու, բայց կարող է ձեզնից ավելի շատ հավաքող կուսակցություններ լինեն։ 10-ից 15% հավաքելու ենք, բայց երբ որ դու դառնում ես վարչապետ, նույնիսկ 5%-ով երբ որ դու ես վարչապետը, ասենց երկրում միացած բանա փոխվում էլի, այտենց մի անգամից քեզ այտենց համարյա բերում թագը գլխիդ են դնում։ Այսինքն գոնե ինչ որ մի հատ շրջան դու այտենց անverջ հեղինակություն ունես, որը կարաս անverջ օգտագործես։ Բայց քանի որ մենք էդի ուզում ենք սահմանափակենք, որ հանկարծ այնպես չլինի, որ դրա պատճառով այդ մարդը շարունակի, հետեւաբար այն մյուս ընտրություններում ինչ որ մեկի համար աշխատելը անշնորհակալ գործ է լինելու եւ կարծում եմ, որ նաեւ սա եղած ուժային կառույցների ներկայացուցիչների համար լավ ձև է, որ վերջապես իրանք գնան ընտրության ու ընտրեն ինչ որ ուզում են։ Իսկ ձեր վարչապետի տեխնացուն ինչ երաշխիք է տալու հանրությանը, որ ինքը ել չի մասնակցի ընտրություններին։ Կարող է թագը հարմար լինի, գլխին ասի, «Всё, ես եմ»։ Հիմնական երաշխիքը, ամենամեծ երաշխիքն է լինելու, որ մեր վարչապետի տեխնացուն, մինչև լինելը վարչապետի տեխնացուն, ստորագրելու է հանրային իրան ինքնասահմանափակող փաստաթուղթ, այսինքն որտեղ հստակ գրված է լինելու, որ ինքը այդ ընտրություններին չի կարող մասնակցել, գալիք 10 տարիներին չի կարող լինել քաղաքականության մեջ, զբաղեցնելով նշանակովի կամ ընտրովի որևէ պաշտոն քաղաքական համակարգում։ Ամենամեծ երաշխիքը այդ է լինելու։ Երկրորդ բանը, որ նպաստելու է, որ այդ երաշխիքը լինի, մենք մի հատ օրակարգ ունենք։ Մեկ օրակարգ ունենք։ Ոնց որ մենք հիմա ինչքան խոսացինք հլտնտեսությանը, բանակին չենք հասել, չէ՞։ Դժվար է հասնենք, որտեղ այդտեղ օրակարգ չունենք։ Այդ པարզ օրակարգի համար է ինքը գնալու, ու ոնց որ շատ հստակ է, ինքը դա անում է, թե չի անում։ Երկրորդ, հաշվի առնելով, որ ինչպես նշեցի, որ 50%-ի շանս մենք չենք տեսնում, որ այս պահին ունենք, ինքը չի լինելու ինչ որ մեծամասնության վարչապետ, որ այդ 100 օր հետո ասի
ժողովուրդ էսի փոխեցի, բայց գիտեք, այդ փոխելու ընթացքում պարզվեց, որ ոսկի, չգիտեմ, կրթության ոլորտում երկու հատ բան կա, շուտ էդի դզեմ գնամ։ Ու եւս մնա, որովհետեւ թե ուժերը այդ հարցը կարան բարձրացնեն, թե ժողովուրդը եւ թե մեր ուժը ինքը իր ներսից, ինչի, որովհետեւ այս ուժում միավորված մարդիկ մի ուղղության իրար հետ, այսպես ասած, ներդաշնակված մի ուղղության առաջ մղող մարդիկ չեն։ Որևէ դեպքում մենք ասենք ինչ որ քաղաքական ուժի հետ չենք կարող համաձայնության գանք, որ օրինակ այս մեր կետերը անում է, բայց երկու հատ է տնտեսական բան անի, որտեվ երբ որ այդ խոսակցությունը բացվի, մեր ուժում պետք է գնանք մի երկու տարի հələ խոսանք, հասկանանք դրա շուրջ կարող ենք մենք իրար հետ համաձայնության գանք, թե չգանք։ Իսկ այս դեպքում դա աշխատելու է, այսինքն ինքը թե սահմանափակվելու է ինքն իրեն, թե մեր ուժն է իրան կարողանալու սահմանափակի, եւ թե ժողովուրդն ու ազգային ժողովն են այդ շանսերը ունենալու։ Հետևաբար դա անելը ոնց որ քաղաքական ինքնասպանություն է, ոնց որ ինչպես նշեցիք ու ինչպես ձեր համակիրներից Հակոբ Աբրահամյանն էր հարցազրույցի ժամանակ նշել, դուք ընդհանուր մի ոնց որ այս երեք կետերի շուրջ եք համախմբվել, բայց շատ տարբեր գաղափարներ ունեք, անձնական պատկերացումները ձեր շատ տարբեր են, բայց արդյոք շարժումը ունի կարմիր գծեր, թե ովքեր կարող են դառնալ շարժման անդամ։ Շնորհակալություն, այո, ունի, ու մենք ունենք հռչակագիր, որտեղ ամեն ինչ սահմանված է։ Մարդը, որ միանում է այս շարժմանը, ինքը միանում է մեր նշած 3 կետանոց օրակարգի շուրջ։ Դրանից բացի ինքը պահպանում է որոշակի սկզբունքներ, որոնք ֆիքսված են մեր հռչակագրում։ Չի հայոյում մարդկանց, չի թիրախավորում ընտանիքի անդամներին, քաղաքական գործիչների, չի թիրախավորում բռնության կոչեր, չի անում ու այդ ընթացքում իր մնացած ուղղություններով գաղափարները իր մեջ է պահում, կենտրոնանալով այս process-ի վրա։ Սա այն գծերն են, որով մարդիկ սահմանափակված են, այսպես ասած։ Մնացած առումով շարժման անդամ դառնում են, ուղղակի այս ամեն ինչը ընդունելով, այն որ կա է կայքերում terms and conditions, որ պիտի շքանք դնում առանց կարդալու accept ենք անում, մեր դեպքում շատ կարևոր է, որ իրանք այս ամեն ինչը կարդան, ինչը մենք հետո նաև իրանց կոմունիկացնում ենք, մեյլերով ուղարկում ենք ու դառնան անդամ։ Իսկ եթե մարդը նախկինում է այդ ամեն ինչը արել, որը ձեր կարմիր գծերն են։ Հա, հայհոյել է, թիրախավորել է ու այո, գալիս ասում է ես իմ մեղքերն ստորագրում եմ, վերջ։ Շատ նորմալ է։ Եթե այդ ամեն ինչը արվում է, մենք ոնց որ դատավորներ չենք այս process-ում, բոլոր մարդիկ էլ կարծում են, որ հնարավորություն ունեն հասկանալու, որ անցյալում դա իրանք սխալ են արել թե ճիշտ, ես չեմ էլ կարող գնահատական տալ դրան, ես չգիտեմ ինչ սիտուացիաներ են եղել, ում հետ են եղել, ոնց են եղել, բայց այն ինչ որ մենք շարժումով ֆիքսել ենք, այդ օրվանից այդ ամեն ինչը պահում ենք։ Հիմա օրինակ Հովիկ Աղազարյանը նկարա կա ձեզ միանա։ Հո, կարա։ Իսկ օրինակ Արարատ Միրզոյանը։ Կարա։ Մենք սահմանափակում չունենք։ Պատկերացնում եք Արարատ Միրզոյանը գալիս է, ստորագրում է, որ այս 3 հատ կետը պետք է անի։ Այսինքն բանը ինքը չնայած իրանց մոտ էս բան օքեյ է, որ իրանք էս ընտրակարգով ընտրվեն, բայց ինքը ասում է չէ, այս ոնց որ всё же լավը չէր, ես դուրս եկա, այս սրանք ստորագրեցի, բան միացա սրան, ես վայր դրեցի այն մնացած իմ բաներս, այսինքն ինքը արտաքին գործերի նախարարել չի աշխատի, որովհետև կենտրոնանալու է այս մեր շարժումը առաջ տանելու շուրջ։ Եթե ինքը դա կանի, ինչը ես քիչ հավանական եմ համարում, մենք էլի տենց ինչ որ ռեալությունից կտրվեցինք, էլի, բայց ուղղակի մենք հասկանանք ոնց որ կարմիր գծերը միայն այդ հռչակագրում սահմանված կետերն են ու վերջ։ Այո, անհատներով կարմիր գծեր չունեն։ Մի հատ տապակ հարցելի, եթե Ամերիկայից Վարդան Ղուկասյանը վերադառնա կմիանա ձեր շարժմանը։ Եթե Վարդան Ղուկասյանը, պատկերացնում եք մի հատ իրավիճակ, Վարդան Ղուկասյանը սկսում է չհայոյել։ Եթե դա տեղի է ունենում, ինձ թվում է սաղդ մեծ շնորհակալ եք լինելու։ Ինչ որ կարանք ասենք, ինչ որ ֆոնդ բացենք, գումար փոխանցեք, էլի ամեն օր դրա համար։ Չէ՞։ Ինքը որոշում է չհայոյել, բռնության կոչեր չանել ու միանալ այս օրակարգի շուրջ, իր եթերներում ասել ճիշտ է բոլորին դեմ եմ նայես 3 կետը պետք է անենք, որ ես դրանից հետո կարանամ ինչ որ մի բան անել։ Ու դա այտենց մեծ լավություն է հայացել։ Եթե այլ օրինակ դիտարկենք, օրինակ 1000 հոգանոց ինչ որ կուսակցություն գածես միանը, դա ընդունելի է։ Նայեք, մեր ֆորմատը միության, ոչ թե ուժի հետ միություն է, այլ մարդիկ այս ուժի շուրջ միություն է։ Պատկերացնենք կա ինչ որ մի կուսակցություն, որը ունի 1000 անդամ, ու ոնց որ ինքը հաշվարկել է տեսել է, որ իր շանսերը ավելի քիչ են, ու մեզ ուզում է որպես պլատֆորմ օգտագործի, որպեսզի գա այս փոփոխությունները անի, ու հետո գնա ինքը արդեն իր ուժով մասնակցի։ Ինքը հայտարարում ասում է, որ ես հասկացել եմ, այս ընտրություններին չեմ մասնակցում,
Հա, մենք էլ ասենք, չգիտեմ, բոլորս գնում ենք դառնում ենք այս շարժման անդամ։ Որևէ սահմանափակում չկա։ Իսկ նախընտրական ցուցակը ձեր ո՞նց է ձևավորվել։ Նախընտրական ցուցակը ձևավորվելու է ընտրություններից առաջ այն ամենահնարավոր ուշ ժամկետում, պայմանավորված նրանով, որ մենք այս ընթացքում պետք է փորձենք շարժումը անընդհատ մեծացնել։ Ամենամեծ ու ամենահնարավոր ժամկետում մենք անելու ենք ամբողջ անդամներով քվեարկություն, որի արդյունքում ընտրվելու է նախընտրական ցուցակ, նաև վարչապետի թեկնածու։ Իսկ կարան օրինակ օլիգարխները կան ձեզ ֆինանսական աջակցություն ցուցաբերեն ամեն դեպքում կա 8 միլիոն դրամ մուծելու գրավի հարցը։ Նայեք, ովքեր կարան դառնան ձեր ֆինանսական աջակիցները, այդտեղ կարմիր գծեր կան։ Օրենքով նախատեսված մարդիկ կարող են դառնալ մեզ ֆինանսական աջակիցներ, այդ ամեն ինչը հրապարակային ինֆորմացիա լինելու, այսինքն որևէ անանուն ֆինանսավորում մենք չենք ընդունում ու չենք ընդունելու։ Այս նպատակի շուրջ, եթե ինչ որ օլիգարխ կլինի, որ կուզենա մեզ աջակցի կփոխանցի գումար, ինչը էլի ես համարում եմ, որ դա մի քիչ տրամաբանությունից ու իրականությունից դուրս է, մենք այդտեղ խնդիր չունենք։ Մենք դրանով չենք սահմանափակվելու, որ մեկ էլ հոп ձեռի հետ որոշենք մի հատ հարկային արտոնությունների հարց բերել առաջ։ Դա ալնելու է թափանցիկ, պարզ բոլորի համար, քաղաքացիների համար ու մենք այդ խնդրումը չունենք։ Ընդհանուր առմամբ օլիգարխիային նորմալ եք վերաբերվում բիզնեսի ու մենք նորմալ չենք վերաբերվում այն համակարգերին, որ մարդիկ տիրապետելով պետական ռեսուրսների այսօր իշխանություն ունեն։ Ոնց եք ընդունում օլիգարխի նվիրատվությունը։ Մենք նայեք, որ ընդունել ասածը հետեւյալ կերպ է լինում։ Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի նախընտրական ֆոնդին գումար փոխանցել։ Մենք ունենալու ենք հրապարակված հաշվի համար, որին կարող է քաղաքացին մինչև ինչքան հիշում եմ օրենքով 2.5 միլիոն դրամ գումար փոխանցել։ Հա, եթե ինչ որ մեկը այդ 2.5 միլիոնը փոխանցել է մեր հաշվին փոխանցել է, որ մեր ծրագրերը իրականացնենք, հա, ու դա հրապարակված ինֆորմացիա է լինելու, ոչ միտեղ տես թաքուն ինչ որ սենյակներում տես տակից տված գումարներ չեն լինելու։ Իսկ հիմա ո՞նց են ձևավորվում ձեր ֆինանսները։ Հիմա մենք ֆինանսների ձևավորման երկու եղանակ ունենք։ Առաջի եղանակը մեր կայքի միջոցով մարդիկ բաժանորդագրվում են ու ամսական 3000 դրամ բաժանորդագրության վճար են վճարում։ Այս բանին մենք մոտավորապես ունենք 600 անդամ, բայց իրանցից մոտ 110-ն է, որ այդ ամսական վճարը տալիս, այսինքն ամսական 3000 դրամ, դա ստացվում է 330,000 դրամ։ Մեր գրասենյակի վարձը դուրս է գալի։ Մնացած ծախսերը մենք փակում ենք մեր ավելի ակտիվ անդամների սեփական միջոցներով։ Իմ միջոցով, մյուս ընկերների միջոցով, այն մեր խնայողությունների աշխատած գումարների հաշվին։ Այս ձևով է գոյանում մեր գումարները։ Շատ կարևոր է, որ ասենք մի ամիս հետո, 2 ամիս հետո այդ թիվը այն մարդիկ, ովքեր կայքով գրանցվել են ու մեզ աջակցում են, դառնա 1000, հետո 2000, հետո 3000, որպեսզի մենք կարողանանք ել ավելի շատ գործունեություն ծավալել։ Դրա համար ես ոնց որ մեզ լսողներին կոչ կանեմ նախ մտնել բոլորին դեմ եմ կայք, բոլորին դեմ.am։ Շատ լավ կայք է, ամեն ինչ մանրամասն գրված է, բաժանորդագրվել, սա ինչի համար է կարևոր։ Բայց բացի ձեր կայքից ուրիշ ոնց եք համոզելու մարդկանց, որ կան ձեզ ընտրեն, որովհետև Միքայել Նահապետյանը հարցազրույցներից մեկում նշում էր, որ դուք IT սեկտորի մարդկանցով հավաքվել եք, ինչ որ հնարքներ եք մտածել, որոնք շատ մատչելի են եւ բոլորին հասանելի են դառնալու։ Այդ հնարքների մասին կխոսեք, այդ ինչ հնարքներ են։ Անպայման կխոսեմ, եկեք մի հատ նախորդ միտքս ավարտեմ, որտեղ շատ կարևոր բան է այդտեղ քաղաքականության հետ կապված։ Հայաստանում պատկերացումը հետեւյալն է, որ կա օլիգարխ կամ ինչ որ մի մարդ, որը ֆինանսավորում է, որ մնացած թիմը մասնակցի քաղաքականությանը։ Մեր կարծիքով բոլորին դեմեմի հավելյալ արժեքը, որ կարա տա, նաև այդ դրա փոփոխությունն է, այսինքն մարդիկ սկսեն իրենք վճարել քաղաքականությամբ զբաղվելու համար, որովհետև երբ որ դու տեսնում ես իդեա, որը քեզ դուր է գալի, շատ նորմալ է, որ դրան աջակցես, որպեսզի այդ իդեան իրականություն դառնա։ Այսօր մեր հասարակության մեջ նման բաները շատ քիչ են, ասենք ստեղծարար մարդկանց, քաղաքականությամբ զբաղվող մարդկանց կամ ինչ որ հասարակական կազմակերպություններ, որոնք ինչ որ լուրջ հարցեր են լուծում, կա որոշակի բան արդեն մտել է, չէ, Patreon բան եւ այլն, բայց շատ մեծ ծավալի չի կազմում։ Մենք ուզում ենք, որ քաղաքականությունը ոչ թե լինի մի հոգու կմահաճույք եւ հետո որ եթե այդ մի հոգին վաղը որոշում է չզբաղվել կամ բրծնում է իր փողերը ու թեման կանգնում է, այլ լինի մարդկանց պատվեր։ Այսինքն այն մարդիկ, ովքեր որ հավատում են իդեային, իրանք պատվեր են իջեցնում, ես իդեան ասում եմ կամ դուք ասում եք կամ մյուսը իրար հետ հավաքվում ասում ենք, մնացածները շարունակում են իրանք այդ պատվերով սնել, որպեսզի այդ մարդիկ այդ գաղափարները իրականացնեն։
Այս փոփոխությունը կարա հավելյալ մի բան լինի։ Այդ գաղափարը շատ լավն է, որ հանրությունը ինքը վճարի ու օտեր լինի, բայց ոնց է հասնելու այդ հանրության լայն զանգվածին, որ իրանց մոտ գա այդ գիտակցումը, որ իրենք պետք է գան վճարեն, ձեր գաղափարին գան աջակցեն։ Նայեք, մեր մեծ թիրախը մարդկանց, այդ են մարդիկ են, ովքեր բոլորին դեմ են չեն գնում ընտրությունների, ըստ ձեր հարցումների, այդ 250-ից 300,000 մարդն է, այն մարդիկ են, ովքեր որ գնում են, ընտրում են այնպիսի ուժերի, ովքեր չեն անցնում, այսինքն իրանք ինչ որ նախընտրություն ունեն, բայց այդ ուժերին ինչքան էլ քվեարկում են, չեն անցնում։ Այդ մոտավորապես էլի 250,000 մարդ է, եւ այն մարդիկ, ովքեր ընտրում են վատի ու վատագույնի միջև։ Այսինքն չգիտեմ, ես հաստատ չեմ ուզում, որ Նիկոլ Փաշինյանը լինի, կընտրեմ Ռոբերտ Քոչարյանին կամ հակառակը։ Հիմա այդ հանրագումարը մեր կարծիքով մոտ 600-ից 700 կամ մինչև 800,000 մարդկանց մասին է խոսքը։ Դա շատ մեծ թիրախ է։ Մեզ այդտեղից պետք է հասնել 100-ից 150,000 մարդու, որպեսզի մեր ծրագրերը կարողանանք իրականացնել։ Հասնելու տեսանկյունից մենք ունենք որոշակի կրեատիվ իդեաներ, տեխնոլոգիական լուծումներով, որոնք հիմա այդպես չեմ բացի սաղ պատմի, բայց իրենք շուտով սկսելու են գործել, այսինքն միջոցներ քիչ գումար ծախսելով հասնել, կարելի ասել ամեն քաղաքացու։ Բայց ո՞նց։ Այդ ասում եմ, սպասում ենք վերջնականացնենք, անենք, դա եւս լինի ինչ-որ ինովատիվ մի բան քաղաքականության մեջ։ Եթե ես հիմա ասում եմ մեր ռեսուրսները նշեցի էլի քիչ են, մենք հիմա պատրաստել ենք, որ այդ մի օր սենց պետք է տարածենք, ես հիմա եթերում հնչեցնելով հնարավորություն եմ ընձեռելու, որ մեր մրցակիցները վաղ գնան այդ ամեն ինչը շատ ավելի արագ ու հեշտ կազմակերպեն, բայց երբ որ մենք լինենք դրա ինովատորը, մնացածի կազմակերպվածը արդեն տենց ֆոլոուերություն է լինելու եւ ոչ թե ինովատորություն։ Բայց օրինակ ասում եմ այդ մասով թույլ տակ մենք այդ պատուհանը օգտագործենք, քանի կա։ Մյուս կողմից բոլորին դեմ եմ անվանումը չեք կարծում, որ մանիպուլյատիվ է։ Օրինակի համար մարդով ծանոթ չէ ձեր շարժման մասին, տեսնի բոլորին դեմ եմ ու գնա քվեարկի։ Չմտածի, որ կուսակցություն եք, այլ մտածի, որ այդպիսի տարբերակ կա, որ ընտրես ու վերջ։ Դե նայեք, այն ժամանակ ընտրաթերթիկը բաղկացած էր տողերից, որտեղ գրված էին անուններ, վերջում ասենք բոլորին դեմ եմ։ Ու երբ որ դու նայում ես, տես նայում ես, ասում ես, չէ, լավ, բոլորին դեմ եմ։ Այսօրվա քվեա թերթիկները բաղկացած են ամեն մեկը առանձին թերթիկից։ Այն մարդը, որ ունի նախընտրություն, ինքը գնում է ընտրության, ինքը գիտի, որ իր ընտրած ուժի համարը 7-ն է։ Չէ՞։ Ինքը գնում է այդ թերթերի մեջ 7-ը գտնի, գցի ծրարի մեջ, տանի գցի քվեատոփի մեջ։ Այն մարդիկ, ովքեր որ տեղում են որոշում, ասեն գնացել են տեղում են որոշում։ Նորմալ է, որ իրանք նայեն բոլորին, վատի վատագույնի մեջ հասկանան, որ ընտրություն չունեն, ու ընտրեն բոլորին դեմ են, որովհետև այդ իրանք կարգավիճակն է, ոչ թե մանիպուլյացիա է։ Կուսակցություն եք, իրանք մտածում են, որ այդ ուղղակի տարբերակ է։ Կուսակցություն հստակ այնպես մեծ է գրվում շրիֆտով, ու տակը տեխնացուներ է գրված։ Իբր բոլոր մարդիկ կարդում են այդ ամբողջ գրվածը, որ տեսնեն։ Պատնայեք։ Մենք բոլորին դեմ եմ ոչ թե սկսել ենք նրանից, որ այդպես մտածել ենք, այսի թույլ մանիպուլյատիվ բան է, կդնենք ու կգմփսնենք, այլ դա մեր վիճակն է։ Հիմա այն մարդը, ով որ հստակ չունի նախընտրություն, ասենք 300,000 մարդ օրինակ հաշվենք չունի, գնացել է, չգիտի ում ընտրի, տեղում է որոշել է գնա ամեն դեպքում։ Որոշել է գնա, բայց տեղում պետք է ընտրի։ Ինքը որ հասկանա, տեղում է ինքը հասկանում ում է ուզում ընտրի։ Ինքը նենց չի, որ այն մեկին ընտրել էր, ինքը տենց դեմից սաղ մտածած, տենց 7-ի հետևից էր եկե։ Ինքը էլի ջոգել էր, որ էսի վատնա, այս մեկին կընտրեմ։ Հիմա եթե այդ վատնայի մեջ ինքը կհասկանա, որ իր կարգավիճակը բոլորին դեմ եմ, դա մանիպուլյացիա չի, դա այդ մարդու ընտրությունն է։ Լավ, հասկացանք այս հարցի հետ կապված ձեր տեսակետը, մեզ ավելի շատ հետաքրքիր է երիտասարդներին ոնց եք թիրախավորելու, որ գնան ընտրության, ընտրեն ձեզ։ Դե ես ասում եմ սկզբում նշեցի, չգիտեմ այդ մասը ձայնագրվեց թե չէ, որ մենք տենց երիտասարդական կուսակցություն ենք։ Երիտասարդների նկատի ունեմ մեր սերունդը, այսինքն Gen Z 97-ից մինչև 2012 թվականի ծնվածները, որոնք որ չափահաս են։ 18-ից մինչև 18-ից 27 տարեկանները։ Նայեք, թիրախավորելու ձևերը, այդ մարդկանց հասնելու, իրաց դիրքորոշումը ստանալու ձևերը կայանալու է ինչ որ հնարամիտ վիդեոներով, TikTok-ներով, տարբեր process-ներով, որ նախատեսել ենք, բայց դա մի հատ կարևոր բան եմ ուզում ասեմ, չգիտեմ դուք դրանից տեղյակ եք թե չէ։ 18-ից 25 տարեկան 2021 թվականի ընտրություններին ընտրող, հիմա կփոխվի բարձա, եղել է 68,000 մարդ։
Այսինքն 68000 մարդ կա Հայաստանում 18-ից 25 տարեկան, որ 2021 թվականին հնարավորություն ունեցել գնալ ընտրության։ Խոշոր հաշվով, որ շատ ենք չէ՞ լսում, որ երիտասարդությունը չի հետաքրքրվում քաղաքականությամբ եւ այլն, ես օրինակ դες չեմ մտածում, ավելի շատ մտածում եմ, որ պրոստը այդ երիտասարդությունը շատ քիչ է։ Համեմատած, օրինակ 25-ից 35 տարեկանների ընտրողների քանակը 400,000 է մոտավոր։ Եվ հետեւաբար այդ 400,000-ի մեջ էլ շատ մարդիկ կան, որոնք գուցե չեն հետաքրքրվում, բայց քանի որ ինչ որ հետաքրքրվողներ կան մեծ ընտրանքի մեջ, իրանց ձայնը լսվում է։ Երիտասարդների դեպքում իրանք այնքան քիչ են, որ եթե նույնիսկ հետաքրքրվողներ կան, դրանք էլ ավելի քիչ են։ Ես ստվերները հարցազրույցից հետո կստուգեմ, բայց այդ մոտավոր ես դες ասեցի, հարցազրույցը Fox Pop ենք անցկացրել, որպեսզի հասկանանք արդյոք երիտասարդները տեղեկ են ձեր շարժումից ու առաջարկում եմ հիմա իրար հետ նայենք։ Հա, բայց մի վարքյան, ես չեմ դրանով բանանում, որ իրանք բոլորը տենց շատ ակտիվ են, ուզում են գան ընտրեն եւ այլն, բայց մեր համար կարեւոր են երիտասարդությունը։ Հա, երիտասարդությունը խիա մեր համար կարեւոր, նայեք։ Մի օր Հայաստանում իշխանություն է փոխվելու, բոլորս գիտենք, հավերժի իշխանությունը։ Այդ իշխանության փոփոխության երկու ձև կա՝ ընտրություն, հեղափոխություն։ Ընտրությունը այն ձևն է, երբ որ դու գնում ես ցիվիլ ընտրում ես, փոփոխվում է իշխանությունը, ավելի քիչ ճգնաժամ, ավելի պրոցեսները ավելի հեշտ ու լավ են կատարվում։ Երբ որ լինում է հեղափոխություն, այդ նշանակում է հստակ լուրջ ճգնաժամ, ինչ որ ինստիտուտներ փլվեն, նորերը կառուցվեն, ու դա լինելու է ձեր վրա։ Այսինքն, եթե նախորդ 2018-ի ընտրություններին հեղափոխություն անում էին, ասենք, մեր տարիքի մեզնից մի քիչ փոքր կամ մեծ մարդիկ, իրանք էին ծեծուտում, հաջորդ հեղափոխության ծեծուտողները ոնց որ դուք եք լինելու։ Ուզած չուզած է տենց լինելու։ Հիմա այն ինչ որ մենք առաջարկում ենք, դրա դեմ է։ Մենք դեմ ենք, որ Հայաստանում փոփոխությունները լինեն մենակ ծեծու ջարդով։ Ոնց որ ֆիքսված է, որ տենց չեմ ասում սպանությամբ, էլի, բայց ծեծու ջարդ at least լնում է, չէ՞, համաձայն եք։ Մենք կզբանենք դրանք։ Հա։ Ու էսա մեր առաջարկը։ Իսկ մինչև հիմա ընտրություններով չի եղել փոփոխություն Հայաստանում։ Ոչ մի փոփոխություն, դուք որ գնաք քվյարկեք, բան չի փոխվել։ Բոլորին դեմ եմ շարժմանը ծանոթ եք։ Ինչ շարժում։ Բոլորին դեմ եմ։ Օ, չէ։ Չեմ հետաքրքրվում քաղաքական։ Բոլորին դեմ եմ շարժմանը տեղեկ եք։ Չէ։ Իսկ դուք։ Բոլորին դեմ եմ շարժմանը տեղեկ եք։ Չէ։ Բոլորին դեմ եմ։ Ես ցավին կողմ։ Բոլորին դեմ եմ։ Չէ։ Բոլորին դեմ եք։ Իսկ ինչ եք բոլորին դեմ։ Ես չեմ բոլորին դեմ, ես լրագրող եմ։ Բոլորին դեմ եմ շարժմանը տեղեկ եք։ Բոլորին դեմ եմ։ Բոլորին դեմ, բոլորը Իրենք ասում են, որ նախկիններին ու ներկաներին դեմ են, ուզում են կուսակցություն ստեղծեն, որ մասնակցեն գալիք ընտրություններին ազգային ժողովի ու 3 հատ հիմնական նպատակ ունեն, որ գային մեծամասնությունը հանեն, ընտրություններում կուսակցությունների շեմը սարքեն 1% անցողիկ եւ ավելացնեն քվեաթերթիկում բոլորին դեմ եմ տարբերակ, որպեսզի եթե դուք որպես ընտրող չուզենաք ոչ մեկին ընտրեք բոլորին դեմ եմ տարբերակը։ Մասնակցելու եք ընտրություններին, իրենց կընտրեք։ ընտրություններին մասնակցելու եմ, բայց թե ում եմ ընտրելու, դա իմ անձնական։ Մենք դեմ ենք բոլորին դեմ լինելու։ Ինչու՞։ Որտեղ դες ոչ մի չի կապ փոխել։ Բոլորին դեմ եմ շարժումից տեղեկ եք։ Չէ, ճիշտ ասած։ Իրենք շարժում են, ովքեր ուզում են դառնան կուսակցություն ու ձևավորեն 100-օրյա կառավարություն։ Բոլորին դեմ եմ։ Եթե եք մասնակցեն ընտրություններին կտրեք իրենց։ Դեռ պետք է ուսումնասիրեմ, դեռ որոշում չունեմ։ Կա ինչ-որ հարց, որ որպես ընտրող կուզենաք իրենց տակ։ Այս պահին չէ։ Ընտրեք իրենց, եթե կուսակցություն լինեն։ Դեռ չեմ որոշել կմտածեմ։ Իսկ կա ինչ-որ հարց, որ որպես ընտրող կուզեք տակ այդ շարժման մասնակիցներին։ Իսկ կա ինչ-որ հարց, որ որպես ընտրող ուզում եք տակ իրենց։ Չեք մասնակցելու ընտրություններին։ Քաղաքացի չեք դրա համար, թե Չէ, քաղաքացի եմ, զուտ չեմ մասնակցել։ ինչ-որ հարց կա, որ որպես ընտրող կուզեք իրենց տակ, ինչ-որ Չեմ մասնակցել, բայց տենց հարցը չունեմ։ կընտրեք իրենց, երբ որ ավելանան էլի, որպես կուսակցություն։ Ո՞վ։ Իսկ ինչ-որ հարց կա, որ կուզենաք իրենց տակ։ Այնտեղ մի հատ լավ միտք ասացին, որ իրանք մեզ էլ են դեմ։ Չէ՞։ Մենք էլ ենք մեզ դեմ, էլի։ Այս համակարգով ընտրվել կառավարելուն մենք էլ ենք մեզ դեմ, դրա համար 100 օրից հեռանալու ենք։ Օրինակ, եթե դուք ընտրվեք, անցնեք խորհրդարան ու որևէ ուժ համաձայնի ընդունել ձեր բոլոր պայմանները, բայց վարչապետի տեխնացուն պետք է լինի իրենց ուժինը, կընդունեք այդ տարբերակը։ Ոչ, չենք ընդունի։ Մեր պլանը կայանում է նրանում, որ հստակ
այս օրակարգը սպասարկող ուժը մենք ենք։ Մենք համաձայնության ենք գալու, որ վարչապետի տեխնացուն լինի մեզնից, որտեղ մենակ մենք ենք, որ նման օրակարգով ենք հանդես գալիս, որ 100 օր հետո պետք է հեռանանք։ Ու դրա հիմքում կայանում է այն, որ օրակարգից շեղվել այդ 100 օրում չպետք է լինի, ու եւ հետեւաբար եթե մեծ ուժի ենք տալիս այդ հնարավորությունը, ապա տեղ մենք չգիտենք ուր ենք գնում։ Մեր համար դա մոտավորապես մոտ անտառ է։ Հակառակ դեպքում այդպես չի եւ մեզ համար եւ իրենց համար, որտեղ իրանք ունեն գործիքներ մեր process-ները կանգնացնելու, իսկ մենք հակառակը չեք ընդունում, ինչ եք անում։ Եթե չենք ընդունում, նայեք, երբ որ եկավ ոնց որ առաջին փուլով բարձվեց, որ ինչ որ մի հատ ուժ կա, որի հետ կարանք միավորվենք ու ձևավորենք իշխանություն, սակայն այդ ուժը պնդում է, որ օրինակ, չգիտեմ, 100 օրը պետք է 5 տարի լինի, պետք է այդ ընթացքում եւ այլն ինչ որ ուրիշ բաներ արվի, մեզ Չէ, ինքը ասում է, որ 100 օր լինի, ձեր ասած փոփոխությունները կանենք, բայց մեր վարչապետը պետք է լինի։ Չէ, վարչապետի տեխնացուն մեզնից պետք է լինի, նշեցի ինչ պատճառով, որ մենք լինելով ավելի փոքր ուժ, ունենալով հստակ օրակարգ, այդ օրակարգն ենք սպասարկելու։ Իրանց ուժերը բոլոր այդ ուժերը ունեն այլ օրակարգեր։ Չնայած շատերը նաև ունեն նմանատիպ օրակարգեր։ Եթե չեն համաձայնվում, տարբերակը որն է, այդ ուժը ինքը որոշում է, որ կգնա երկրորդ փուլ, ու երկրորդ փուլում այն մյուս մեծ հավաքածի հետ պետքա մրցի։ Ճիշտ է։ Շատ հիմնականում որ խոսակցությունները տարվում են այն տրամաբանությունն է, որ առաջին ուժը դե Նիկոլ Փաշինյանի ուժն է, այդ ընդդիմության առաջատար ուժը ինքը որոշում է, որ գնա ռիսկի Նիկոլ Փաշինյանի օրինակ ուժի հետ գնա երկրորդ փուլ, որտեղ մեկ ձայնով նույնիսկ պարտվելու դեպքում Նիկոլ Փաշինյանի ուժը ստանալու է կայուն մեծամասնություն։ Իսկ եթե մենք հիմա քննարկում ենք տարբերակ, եթե բացի ցեզնից անցնեն եւս երկու ուժ, որովհետեւ անցածը այդպես է եղել, 3 ուժ եղել, բայց եթե օրինակ խորհրդարան անցնում են 4-5 ուժ ու դուք ինչ որ փոքրամասնություն եք, ինչ որ մեծ ուժ չի համաձայնվում ձեր հետ, ինչ եք անելու այդ դեպքում։ Մենք այդ դեպքում այդ ուժերը գնում են երկրորդ փուլ, պարզում են ով է իրանցից ուժեղ ինքը գալիս է դառնա վարչապետ, մենք մանդատները վայր ենք դնում, դուրս են գալիս ազգային ժողովից։ Որովհետեւ մեր միակ մանդատը ժողովրդից այս քաղաքական փոփոխությունները անելն էր, մենք ուրիշ օրակարգ չունենք ու այդ եթե դա չենք կարողանում անել, մենք ազգային ժողովում մնալու ենք որպես պատգամավոր, որ ինչ անենք, օրինակ պես տնտեսական հանձնաժողովի ինչ որ հարցեր քննարկելուց մենք կարծիք հայտնենք, երբ որ մեր ընտրողին չէինք ասել, այդտեղ ինչ էինք մտածում ու գուցե մեր ընտրողը օրինակ այդ մեր ասածների հետ ընդհանրապես համաձայն չի, երբ որ մենք դա արտահայտած լինեինք, ինքը մեզ չէր ընտրի։ Մենք դրա համար այդ դեպքում այլ օրակարգ չունենք, բացի չմասնակցելու հետագա process-ներին, քանի որ sense tennis կարծում ենք, որ այս անարդար համակարգով պետք չի լինել ազգային ժողովում թե իշխանություն, թե ընդդիմություն, առավել եւս որպես ընդդիմություն այնտեղ գործել ինչ որ կնոպկեք սխմել բան, բայց որևէ ազդեցություն չունենալ process-ների։ Դա անկախ նրանից, թե քանի հատ падգամավորի մանդատ կունենաք դուք որպես ուժ ընտրություններից հետո, այսինքն եթե օրինակ ինչ որ մի հատ ուժ հաղթի, դուք էլ երկրորդը լինեք ամենաշատ ձայներով հավաքածը, այդ դեպքում էլ եք մանդատները վայր դնելու ու դուրս գաք։ Նայեք, կայուն մեծամասնության համակարգը եթե մնում է, այդ նշանակում է մենք խոշոր հաշվով որևէ որոշման վրա էական ազդեցություն չունենք։ Այո, մենք ստանում ենք խոսափող, որը օգտագործում ենք հանրության մասին, մեր մասին պատմելով, խոսալով եւ այլն, բայց ֆունկցիոնալ առումով մենք ազդեցություն չունենք։ Որևէ նախագիծ որ բերվեց, մենք չենք կարողանալու ասենք, չէ, մի հատ եկեք մեր հետ քննարկեք։ Ինչ էլ քննարկվում է, դա process-ները պարտադիր պետք է քննարկեն, չէ՞, կանոնակարգով նախատեսած առաջին դերձում, երկրորդ դերձում հարց, պատասխան, ելույթ։ Մենք այդ process-ի մաս ենք դառնալու։ Այս շատ ֆունդամենտալ ու կարևոր բան է, որ մենք չենք ուզում այդ process-ի մաս դառնալ, որտեղ այդ process-ի մաս դառնալը այդ process-ը լեգիտիմացնելու ձև է։ Ու քանի որ մենք այդտեղ ունենք ընտրության հնարավորություն, ինչը ընտրությունների այս կանոններով մասնակցելու դեպքում չունենք։ Ցավոք շրտի հիմա չունենք հնարավորություն, որ օրինակ կուսակցություն չբացենք, որ մասնակցենք ընտրությունների, ցավոք սրտի չունենք հնարավորություն, ոնց որ արագ ինչ որ այլ կանոններ մենք մեր համար գծենք, սաղին համոզենք, որ այդ ճիշտ է, մասնակցենք ընտրությունների։ Հետևաբար որտեղ կարանք ընտրություն կատարենք մեր ընտրությունը ու մեր ընտրությունը լինելու է դրա մաս չկազմելը, որտեղ մենք դեմ ենք, որ որևէ ուժ այս պայմաններում լինի դա իշխանություն թե ընդդիմություն, այդ խաղին մասնակցի։ Էսա մեր ոնց որ Իսկ ինչ մեխանիզմով եք համոզելու մնացած ուժերին, որ ձեզ միանան։ Որն է իրանց շահը։ Նայեք, մենք այսօր ունենք մոտավորապես երկու նարատիվ, չէ, իշխանության նարատիվներն է ու ընդդիմության։ Ընդդիմության հիմնական բանը այն է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։
Չէ՞, այսինքն ինքը պետք է հեռանա, դրանից հետո մենք ինչ որ ուժերը ասում են ավելի լավ տնտեսություն կկառավարենք, ինչ որ ուժերը ասում են ավելի ուժեղ պետություն կսարքենք, չէ՞, տարբեր բաներ են ասում, բայց խոշոր հաշվով այն bold ընդգծված բանը այդ Նիկոլ Փաշինյանի հեռացումն է։ Համարյա բոլոր այդ ուժերը, ավելին ասեմ, նույնիսկ քաղաքացիական պայմանագիրը խոսում է համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունից։ Չէ, ասենք օրինակ համանական բարեփոխումների մեջ նախատեսում են, որ 2031 թվականից երևի կայուն մեծամասնությունը կհանեն։ Նույն ձև շատ ընդդիմական ուժեր բոլորը էլի ասում են, դե այս համակարգը լավ է, չի մեկա, սա պետքա փոխվի։ Այսինքն մեր գաղափարը, չեմ ասում նույն ձև ոնց որ գրված է, բայց գաղափարը, որ համակարգը պետքա փոխվի, համարյա բոլոր ուժերը այդ կիսում են, խոշոր հաշվով։ Երբ որ եղավ իրավիճակ, որ մենք հայտնվեցինք ազգային ժողովում ու կան այդ ուժերը, մենք ասում ենք ժողովուրդ, ձեր նարատիվների կամ ձեր մնացած գաղափարների շուրջ մենք չենք կարող համագործակցել, բայց ստեղ մենք կարող ենք։ Դուք եկեք մեզ հնարավորություն տվեք, այս փոփոխությունները անենք 100 օր հետո դուք լինելու եք այն ուժերը, որոնք նպաստել են, որ Հայաստանում համակարգը փոխվի, մեր վարչապետի թեկնածունել չի մասնակցելու ընտրություններին, դրանով իսկ չի լինելու այնպես, որ մենք տենց միանգամից 80% հետո այդ մարդը իր կուսակցությունով կամ որևէ կուսակցությանը միանալով ստանալու է։ Այսինքն ձեր համար ավելի բարենպաստ վիճակ է ստեղծվելու։ Նույնը վերաբերում է իշխող ուժին, նույնիսկ եթե պետք լինի, նույնիսկ եթե մենք ընդդիմության հետ ձայները ստանանք, մեզ հետո կարող է հնարավոր է, որ պետք լինի նաև իշխանության ձայները։ Բայց էլի նույն բանն է գործելու, որ դե դուք մեկը հանելու եք, կայուն մեծամասնությունը մեկը այս հանելու եք, այսինքն դուք այդ փոփոխություններին գնում եք այսպես թե այնպես, ինչին էլ որ չէիք գնում, եկեք հիմա սրա շուրջ համաձայնվեք, նոր ընտրություն լինի, այդ նոր ընտրությունը ինչքան շուտ լինի, այդքան իրենց շանսերը հələ մի քիչ ավել են կոպիտ ասած, իրանք կարծում ենք, որ եթե այդ իրավիճակը ստեղծվի, մենք մնացած բոլորի հետ համագործակցելով այս օրակարգի շուրջ կկարանանք կոնսոլիդացնել, որ այս որոշումները անենք։ Շատ լավ, բայց այդ 100 օրվա ընթացքում դուք ասում եք, ես մեր 3 փոփոխություններ են, որ անելու ենք, բայց այդ 100 օրվա ընթացքում հո կյանքը կանգ չի առնելու, այդ քաղաքական գործընթացները շարունակվելու են, տնտեսական կյանք եւ այլն, այդ ասպարեզում ինչ է կանելու։ Նայեք, մենք նախատեսել ենք, որ կադրային ջարդ չենք անելու։ Մեր գաղափարը կայանում է այս փոփոխությունները անելը, սա ոնց որ հիմնական օրակարգային կետն է լինելու, մնացած բոլոր առումները, տնտեսական, արտաքին քաղաքականություն կլինի, պաշտպանություն, թե կարևոր ոլորտները ու հարցերը շարունակելու է պետությունը իր բնական հունով։ Այսինքն մենք փոխելու ենք այն պաշտոնները, որոնք անհրաժեշտ են, որ ընտրությունները առանց վարչական ռեսուրսի կատարվի։ Հիմնականում այն ուժային պաշտոնները, որոնք որ ընտրությունների վրա շատ ուղղակի ազդեցություն ունեն։ Ներքին գործերի նախարարությունը կլինի, ԱԱԾ-ն կլինի այն կառույցները, որոնք ապահովելու են, որ ընտրությունները հնարավորինս ազատ ու արդար լինեն։ Այսինքն ստվերային ինչ որ կառավարություն ունեք ձեր մոտ ձևավորած, որ այդ մարդկանցով բերելու եք փոխել։ Ես նշեցի մի քանի նախարարության մասին, բայց եթե այնպես ստացվի, որ կարիք կա, օրինակ, չգիտեմ, ինչ որ մի նախարարությունում փոխնախարարի էլ փոխել, որովհետև այդ մարդը հրաժարվում է, չի ուզում շարունակի, մենք ունենք բավարար ռեսուրս այդ հարցերը լուծելու ու այդ 100 օրը պատասխանատու ձևով հունը բնականon հունը շարունակելու, այսինքն որևէ արտաքին մեծ պրոյեկտ կամ ինչ-որ նախագիծ կամ բան, որ մենք հիմա ունենք կամ թեկուզ ներքին, դրանք ոչ մեկ cancel չեն արվելու 100 օր նույն տրամաբանությամբ շարունակվելու են, դրանից հետո երբ որ կգա նոր իշխանություն, արդեն իր մանդատից, իր ժողովրդին տված խոստումից ելնելով կվարի քաղաքականություն, որն էլ արդեն կարա լինի ինչ-որ փոփոխություններ կամ չլինի փոփոխություններ, այդ չեմ կարող ես ասել։ Բայց եթե այդ ժամանակ Ադրբեջանը ասի պատրաստ եմ խաղաղության պայմանագիրը ստորագրելու ու հենց այն պահը լինի, որ ստորագրվում է արդեն։ Ինչ է կանելու։ Նայեք, այդտեղ երկու բան կա։ Մենք 100 օրվա կառավարություն ենք, այսինքն մեր հետ ստորագրված պայմանագիրը մենք 100 օրվա կառավարություն ունենք ու մեր առաջին բանը լինելու է նման դեպքերում փորձել ասել, որ մենք 100 օր հետո գնում ենք, կգա նոր իշխանություն 5 տարով, որի հետ դուք լավ կլինի ստորագրեք այդ պայմանագիրը։ Եթե իրավիճակը այնպեսին է, որ ելնելով պետական շահից մենք պետք է ստորագրենք այդ պայմանագիրը, հետեւաբար մենք դա անելու ենք։ Ոնց որ անելու էր յուրաքանչյուր ուժ։ Իսկ եթե հակառակ իրողությունը լինի, ոչ թե Ադրբեջանը առաջարկի պայմանագիր կնքել խաղաղության եւ այլն, այլ ագրեսիա ցուցաբերի։ Պատերազմ լինի նկատում եք։ Ռազմական գործողություն։ Հա, ռազմական գործողության ժամանակ մենք դուք լինեք 100 օրով
կառավարություն թե 5 տարով դուք պատասխանատու եք երկրի անվտանգության համար։ Այսինքն մենք որպես մեր վարչապետի տեխնացուն ու այն թիմը, որ կառավարելու է, իրենք ունենալու են ամբողջական պատասխանատվություն այդ process-ների համար։ Այդ ժամանակ մենք անելու ենք այն, ինչ որ նախատեսված է, այն ինչ որ պետք է անի կառավարությունը ու մնացած մարմինները։ Այն է պաշտպանել մեր երկիրը, խոսել արտաքին գործընկերների հետ ու փորձել եւ նույնն է պաշտպանել մեր երկիրը, այսինքն որևէ այլ կառավարություն եթե կգա ձեզ այստեղ կասի, որ պատերազմի դեպքում ինքը թողելու է հեռանա հանձնի կամ բան անի, դա շատ անտրամաբանական ու վատ պատասխան է, բայց եթե կլինեն այդպես ուժեր, կարող են իրենք Հիմա ձեր անունից եք ասում, թե շարժման ոչ։ Սա շարժման անունից է, որովհետեւ նույնիսկ եթե մենք չունենք հնարավորություն հասկանալու թե պաշտպանության ոլորտը ոնց ենք բարեփոխելու, բայց մենք ունենք հստակ պայմանություն, որ բնականon ձևով շարունակվելու է, այսինքն չգիտեմ, շտաբի պետը շարունակելու է իր պաշտոնին կառավարել բանակը, ինչպես նախորդ օրներ անում, եւս 100 օր նույն ձև կառավարելու է։ 100 օրվա ընթացքում կլինի պատերազմ, մենք այդ պատերազմին պետք է մեր գործողությունները անենք ամենապատասխանատու ձևով, ու մենք դա անելու ենք հենց այդպես։ Շատ լավ, եկեք 100-օրյա կառավարության, գնալու եք վարչապետի ամառանոցում սկսեք ապրել կամ օգտվելու եք ծառայողական մեքենաներից, աշխատավարձի հետ կապված փոփոխություններ լինելու են։ Հայք, այդ մասով արվելու այնպես, ինչպես որ կարգով է, արարողակարգով է, օրենքներով է։ Այսինքն, եթե վարչապետին հասնում է, որ ինքը ունենա անվտանգություն, վարչապետը ունենալու է անվտանգություն։ Եթե իր աշխատավարձը 1.200.000 դրամ է, ինքը ունենալու է 1.200.000 դրամ աշխատավարձ։ Նման հարցերի շուրջ, ինչպես ոնց որ նախորդիվ նշեցի, պայմանությունը նույնն է։ Նույն ձևով շարունակվելու է պետության process-ները եւ հետեւաբար եթե մեր վարչապետի տեխնացու է ստանալու այդ աշխատավարձը, ապա իհարկե ստանալու է, բան չի լինելու։ Ու նույն ձև անվտանգություն է ունենալու, եթե մենք ունենանք, չգիտեմ, հոստիկ ներքին գործերի նախարար, ներքին գործերի նախարարն էլ օգտվելու է ներքին գործերի նախարարի համար նախատեսված աշխատավարձից, ծառայողական մեքենայից։ Իսկ ձեր հաջողության դեպքում, եթե ամեն ինչ հաջողվի, 100 օր անցնի, ընտրությունները կազմակերպվեն, հանրությունը ինչպես վստահ լինի, որ դուք կամ ձեր թիմը չեք մասնակցի այլ անունով։ Այք, կուսակցությունը գնալու է ինքնալուծարման, վարչապետի տեխնացուն ունենալու է ինքնասահմանափակող փաստաթուղթ։ Կառավարության անդամները, ովքեր ներգրաված կլինեն կառավարությունում, այսինքն կմասնակցեն այդ ընտրություններին, այսպես ասած, որպես կազմակերպիչներ, իրանք չեն կարող լինել հաջորդ ընտրությունների տեխնացու, հետագայում նրանք ազատ են, այն ինչ որ ֆիքսել ենք մենք։ Մնացած բոլոր շարժման անդամները ազատ են, որպեսզի գնան կամ միանան ինչ որ ուժերի, որոնց իրենք նախընտրում են ու հանդես գան այդ ձև, կամ ստեղծեն ինչ որ ուժեր, կամ իրար հետ ինչ որ համագործակցություններ ունենան։ Հաշվի առնելով, որ այս պահին մեր շարժման միացած մարդիկ շատ տարբեր մարդիկ են, ես համարյա վստահ եմ, որ ոնց որ բացի վարչապետից ու այդ մի քանի օգուց ովքեր կգնան կառավարություն, այնպես չի էլի մնացածը իրար հետ արագի մեջ բոլորին կողմեմ խոսքի կուսակցությունը կբացեն, այսինքն նրանք, քանի որ տարբեր գաղափարական թևերից են, ապա չեմ համարում, որ ռեալ է, որ մի ուժ կդառնա, բայց միևնույն ժամանակ չեմ բացառում, որ կարող են մի քանի ուժերը տեղից առաջանան կամ իրանք գնան տարբեր ուժերի միանան, հարստացնելով այսպես ասած այդ ուժերը ու դրանով մասնակցելով։ Այդ մասով որևէ սահմանափակում մենք չենք դրել։ Մի հատ համադրենք էլի ձեր ասածները, դուք ասում եք նոր ստեղծվող կուսակցությունները չեն կարողանում հաղթարել շեմը, դրա համար մենք գալիս ենք, իջեցնում ենք շեմը 1%։ Հետո ասում եք մեր կուսակիցները, մեր շարժման անդամակցող մարդիկ, հետո կարան սարքեն կուսակցությունները գնան մասնակցեն ընտրություններին։ Այսինքն գալիս եք լավ պայմաններ ստեղծեք ձեր կուսակիցներ, ձեր շարժման անդամների համար, որ իրենք հետո գան կառավարության։ Նայեք, իրանք մեր կուսակիցները չեն, իրանք մեր գաղափարական ընկերները չեն։ Իրանք մեր հայրենակիցներն են, մեր քաղաքացիներն են, հա, որոնք որ իրավունք ունեն իրենց գաղափարները մարդկանց պատմելու ու ձայն ստանալու։ Դուք մի քիչ առաջ օրինակ նշեցիք, որ մի հատ եթե 1000 հոգանոց կուսակցություն կա ձեզ միանա, ոնց կվերաբերվեք։ Նայեք, այդ 1000 հոգանոց կուսակցությունը միանալու դեպքում ու հաջողության հասնելու դեպքում ինքը էլի կարա գնա շարունակի իր 1000 հոգանոց կուսակցությունը լինել, բայց չի կարա դա լինի բոլորին դեմեմը, դա կարա լինի ինչ որ X անունով կուսակցություն։ Հա? Եվ հետեւաբար եթե այդ ուժը այդ հնարավորություն ունի, մնացած բոլորը եւս ունեն այդ հնարավորությունը, բացառությամբ սահմանափակված մարդկանց։ Բոլորը ունեն հնարավորություն։ Ու սա ոչ թե հնարավորություն է մեր ընկերների համար, սա հնարավորություն է ամբողջ քաղաքական դաշտի համար։
Մենք սա մեր անձնական տուն չենք տանելու այդ բաները ձայները այսպես ասած կամ այս համակարգը ընդհանուր խաղի կանոններն է փոխում բոլորի համար եւ հետեւաբար եթե սա օգնելու է որևէ մի հատ ուրիշ քաղաքական ուժի որ ինքը կարողանա իր իդեաները տեղ հասցնի նաեւ կարող օգնի այս շարժման այն անդամներին ովքեր ներգրաված չեն լինի մեր նշած կառավարման process-ներում Ձեր ուժի մասին շատ արձագանքներ կան, օրինակ մեր հաղորդման ժամանակ Էդմոն Մարուքյանը ասում է, որ դուք զբաղված եք քաղաքական թրոլինգով, որ գոյություն չունի բոլորին դեմ եմ կոնցեպտ, որ դա բազմաթիվ մարդկանց մոլորեսնելու եւ բազմաթիվ ձայներ ոչ միտեղ ուղղորդելու մասին է։ Ձեր արձագանքը։ Ես ասում եմ գիտեի, որ այդ հարցը լինելու է, նախապես նայել էի հաղորդումը։ Տեսեք Ես չգիտեմ Էդմոն Մարուքյանը հատուկ մանիպուլյացիա արել թե ոչ, որովհետև ես գիտեմ, որ ինքը 10 տարուց ավել քաղաքականության մեջ է, պլյուս գիտեմ, որ նաև լավ իրավաբան է, բայց մի օրինակ կուզեմ ձեզ ասել ու ցույց տալ այն խոսքերի, որ ինքը ասել է, մնացածին մոտավորապես նույն պատասխանն եմ ես տալու։ Այդ հետևյալն է, կարամ չէ, ցույց տամ։ Իր խոսքում պարոն Մարուքյանը նշեց, որ կան մեծամասնության դրույթը սահմանադրական դրույթ է ու դրա չեղարկումը պետք է արվի հանրակրվեով։ Ճիշտ է։ Ուրեմն սահմանադրության մեջ դա նախատեսված է 89-րդ հոդվածով։ 89-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ նախադասությունն է։ Ու սահմանադրությունը ասում է, որ հանրակրվեով փոփոխվում է միայն 3-րդ կետի առաջին նախադասությունը։ Սահմանադրության 202-րդ հոդվածի առաջին մասով ասում է, որ 89-ի առաջին նախադասությունը, որտեղ գրված է, որ մեր երկիրը ընտրությունները անցկացվում են համամասնական կարգով, այսինքն մեծամասնական կարգ չէ։ Եթե համամասնական կարգ ենք ուզում փոխենք, դա անելու ենք հանրակրվեով։ Դրանից հետոյի կետերը սահմանված է 202-րդ կետի 2-րդ մասով, 2-րդ գլխի 200-րդ հոդվածի 2-րդ կետով, որտեղ ասում է բացառությամբ սույն հոդվածի առաջին մասում նշված հոդվածների սահմանադրության մյուս հոդվածներում փոփոխություններ ընդունվում են ազգային ժողովի падգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով։ Այսինքն ես չեմ կարծում, որ պարոն Մարուքյանը այս ամեն ինչին չի տիրապետում։ Իսկ եթե չի տիրապետում, լավ կլինի, որ պարոն Մարուքյանը մեր լսողների եւ իր ընտրողների առաջ ասի, որ այստեղ սխալմունք է տեղի ունեցել, ինչը շատ ճիշտ ու լավ բան կլինի։ Եվ մեր արձագանքը մնացած բոլոր ասածներին մոտավորապես նույն ձև է, այսինքն կամ դա որևէ կերպ մանիպուլյացիա է եղել, կամ պարոն Մարուքյանը չի նայել ու չի տիրապետում, ինչին ես այդքան էլ հակված չեմ հավատալու։ Մնացած առումով տեսեք, մեր առաջին ռազմավարական ուղղությունը մարդկանց ասել, որ կա բոլորին դեմ եմ գաղափարը ու եկեք մեզ քվեարկեք։ Մի վարքյան շեղվեցինք մենք։ Չէ, շարունակում եմ։ Պարոն Մարուքյանի հարցին պատասխանել եմ շարունակում։ Մեր առաջին ռազմավարական ուղղությունն է այս գաղափարը հասցնել մեր քաղաքացիներին։ Երկրորդ կարևոր ուղղությունն է այս գաղափարը հասցնել այն փոքր ուժերին, ովքեր այս համակարգի պատճառով չեն կարողանում իրենց գաղափարները առաջ տանել։ Մենք պարոն Մարուքյանին եւ մնացած նմանատիպ ուժերին վերաբերվում ենք, որ հաջորդ փուլերում, երբ որ մենք կկարանանք ստանանք մարդկանցից վստահություն, ակնկալում ենք եւ փորձելու ենք այդ բոլոր ուժերի հետ գնալ խոսալ, որ այս պլատֆորմը իրենք բոլորը կարողանան օգտագործել, մասնակցելու։ Եվ հետեւաբար մենք իր հետ հաստատ ունենալու ենք խոսակցություն, որի ժամանակ եւս այս կետերը կարող ենք ցույց տալ, եթե մինչև այդ չլինի արձագանք։ Մենք ձեր արձագանքը լսեցինք, բայց միաժամանակ ձեր շարժման անդամ Հովսեփ Ղազարյանը եւս արձագանքել է, բայց ավելի կոպիտ, ընդհանուր նաեւ վիրավորելով Մարուքյանին։ Սա ձեր համար ընդունելի վարկագիծ է։ Հովսեփ Ղազարյանը տեսեք, մենք շարժման մեջ, շարժման սկզբունքները պահելու շուրջ ունենք համաձայնություն։ Մնացած առումով շարժման անդամները, այսպես ասած, ազատ են ուրույն ձևով բոլորին դեմ լինելու։ Ամեն մեկը իր կրեատիվ եւ մտքերով։ Ես անձամբ ներքին քննարկում ունեցել եք այս թեմայով։ Մենք ներքին քննարկում միշտ ունենում ենք համարյա յուրաքանչյուր թեմայով։ Իսկ այս թեմայով։ Այս թեմայով եւս ունեցել ենք ներքին քննարկում եւ նույնիսկ եթե ես անձամբ համաձայն չեմ Հովսեփ Ղազարյանի մտքին, դա կապ չունի։ Ինքը պահպանելով շարժման կարգերը, ինքը ազատ է իր կարծիքը հայտնելու։ Ավելին, ես չեմ կարծում, որ որևէ կերպ Էդմոն Մարուքյանի արտահայտած մտքերը
եւ Հովսեփ Ղազարյանի արտահայտած մտքերը վաղը եթե մեզնից է կախված լինելու որ այս հարցերը լուծվեն, խանգարելու են, որ մենք նստենք սեղանի շուրջ ու համաձայնության գանք։ Մենք այդ ճամփեն ենք բռնում։ Մի հետաքրքիր բան էլ պարոն Մարուքյանը իր հարցազրույցի ընթացքում ասում էր, որ ինչ որ կանխատեսումներ էր արել, որոնք չեն իրականացել եւ այլն, հիշում եք, ենթադրում եմ։ Մենք այդ առումով շատ ուրախ ենք, որ պարոն Մարուքյանը կանխատեսում է, որ մեր մոտ ինչ որ խնդիրներ են լինելու։ Չէ, բայց Արենի հարցը չէր կայանում նրանում, որ ոնց որ Էդմոն Մարուքյանին ոնց է վերաբերվում կամ իր շարժման հետ կապված ինչ տեսակետ ունեք, այլ այն, որ պարոն Ղազարյանը արել էր վիրավորական արտահայտություն, որը դեմ է ձեր մանիֆեստին։ Այսինքն վիրավորական արտահայտություն, նայեք, պարոն Մարուքյանը ասել էր բաներ, որոնք մեզ չեն վերաբերվում։ Բայց պարոն Մարուքյանը ձեր մանիֆեստը չի ստորագրել։ Այո, չի ստորագրել։ Իսկ այն ինչ որ ասել է Հովսեփ Ղազարյանը, իր կարծիքն է ասել, դա շարժման անունից արված հայտարարություն չի եղել։ Ես անձամբ շարժման մասնակից է, չէ՞, ու կա մանիֆեստում, որ պետք է չվիրավորել, չթիրախավորել։ Բացատրությունը դրա հետևյալն է։ Վիրավորանքը այն դեպքում է վիրավորանք, երբ որ դու մարդուն ասում ես մի բան, որ այդպես չի, բայց իր ելույթում պարոն Մարուքյանը խեղաթյուրող բաներ էր ասում մեր շարժման մասին։ Դրա արձանագրումն է եղել ընդհանրապես։ Ես անձամբ դրան ոնց եմ վերաբերվում, այս պահին կարևոր չի, ես կարող եմ անձնապես դրան համաձայն չլինեմ։ Ոչ թե անձնական կարծիքն է հետաքրքրել, շարժման կարծիքն է հետաքրքրել, որովհետև ստորագրվում է մանիֆեստ, որով ասում է, որ չի կարելի հայհոյել, թիրախավորել եւ այլն։ Թիրախավորել չի կարելի քաղաքական գործիչների ընտանիքի անդամներին։ Քաղաքական գործիչներին կարելի է, գործիչների ընտանիքի անդամներին ոչ։ Շատ լավ։ Պիտակի վրա սեղով գրած։ Ձեր շարժման անդամներից մեկն էլ Արման Սուլեյմանյանը հարցազրույցներից մեկում էլ Տիկին Կարապետյանցի մասին էր խոսել, ասել էր, որ նա Սերժի կոստյումն է հագնելու դառնալու է թագավոր, այս էլ ձեր հռչակագրին դեմ չի։ Այո, հռչակագրին դեմ չի միանշանակ, ու դա իմ բնութագրումով էլի անձնական բնույթի process-ի մաս է եղել, երբ որ Արման Սուլեյմանյանը բան է ասել, հետո Նինա Կարապետյանցի թիմն է պատասխանել։ Շատ լավ, այդ կոնֆլիկտին ինչ որ արդյունք եղել է, որտեղ մենք անձնական մասով արձագանքել ենք, հասկանում եմ, որ այսօր քաղաքական process-ները այնպես է կառուցված, որ անպայման թե ինչ որ գզվրտոցներ պետք է լինեն, որ հանրությունը ինչ որ տենա ինչա կատարվում, բայց մեր համար դա եղել է անձնական մակարդակի բաներ, որոնք մենք անձնական մակարդակով մենք ընթացք մեր կողմից տվել ենք, ու էլի այն մտքով որ վաղը քաղաքական առումով այս հարցերը մեկը մենք նստելու ենք սեղանի շուրջ ու լուծենք։ Այսինքն անձնական հարցը մենք չենք ուզեցել սարքենք հանրային լայն քննարկման առարկա, որովհետև կարծում ենք, որ դա ոչ մի օգուտ, ոչ մեզ, ոչ իրենց եւ ոչ մնացած ուժերին չի տալու։ Ու դա սարքել ինչ որ մի բան մենք սովոր ենք, ես հասկանում եմ, մենք նոր ենք սկսել քաղաքական process-ների մաս դառնալ, հասկանում ենք, որ մեկը մի բան ասի, մնացածը պետք է հաջորդ օրը մի 100 հատ վատ բան ուղարկեն այդ կողմ։ Մենք փորձում ենք այդ առումով էլ նոր մշակույթ բերել ու այդ process-ները հնարավորինս արագ կարգավորել, փակել, ճանապարհ հարթելով, որ հետագայում քաղաքական իմաստով մենք իրար հետ կարող ենք լինել գործընկերներ։ Քանի խոսեցինք ձեր թիմի անդամներից, չեն կարող չնշել նաև, որ օրինակ ձեր թիմի անդամներ Միքայել Նահապետյան, Արթուր Ավագյան, Նարեկ Ներսիսյան, Արսեն Օրանյան արդեն մի անգամ փորձել են կուսակցություն ստեղծել ու կայացնել, բայց դա նրանց մոտ չի ստացվել։ Փաստացի ձախողված կուսակցության փորձով մարդիկ կարող են նոր կուսակցություն ձևավորել ու հաջողության հասնել, ըստ ձեզ։ Իդեպ նաև Հովսեփ Ղազարյանն էլ երկու կուսակցության է անդամակցել նախկինում եւ չի կարելի ասել, որ դրանք հաջողակ կուսակցություններ են եղել։ Նայեք, ձեր նշած մարդիկ իրենց կյանքի ընթացքում ես ինչքանով որ իրենց ճանաչում եմ, ես բոլորովին վերջերս եմ իրենց հետ ծանոթացել, վերջերս ասելով մի քանի տարի, իրենց կյանքում պայքարել են ազատության ու արդարության համար։ Այսինքն պայքարել են, որ մեր մոտ համակարգերը փոխվեն, երկիրը ավելի լավը դառնա։ Այդ նպատակի համար են պայքարել։ Այդ նպատակի համար պայքարելուց իրանք երևի ունեցել են որոշակի հաջողություններ, նաև ունեցել են անհաջողություններ։ Հիմա մենք պետքա որոշենք, մենք ուզում ենք մարդիկ շարունակեն իրենց գաղափարների համար պայքարել, թե մեկ անգամ փորձելով ու չստացվելով գնան տուն։ Ես դրա կողմնակիցը չեմ։ Այսինքն բոլորս էլ հասկանում ենք, որ process-ները մեկ օրվա, մեկ տարվա չեն։
երկարատև գործ պետք է արվի, որպեսզի էական փոփոխություններ լինի։ Ես կարծում եմ, որ իրենք, որ չեն դադարել պայքարել, դա եւս մի անգամ ցույցիչ է, որ այդ մարդիկ կամք են դրսևորում փորձելու ավելի լավ Հայաստան սարքել։ Այս process-ում բացի իրանցից միացել են նաեւ մեր մերձայթիշնիկները, այսպես ասած, ու մենք հույս ունենք, որ այս ամեն ինչի ու այս սիներգիայի արդյունքում մենք կկարողանանք ավելի լավ ցուցանիշներ դրսևորել ու ունենալ։ Ձեր շարժման անդամներից Հակոբ Աբրահամյանն էլ մինչև 2024 թվականը եղել է Նիկոլ Փաշինյանի օգնականը։ Քանի որ նրան հիմա չենք կարող այս հարցը տալ, բայց ես կարող ենք հարցնել, հետաքրքիր է ինչպես է նա ձեզ միացել։ Դուք քննարկել եք ինքը մինչև 2024 թվականը հաշտեղ է այն ամենի հետ, ինչ տեղի ունեցել Արցախում եւ Հայաստանում։ Ինչպես է ստացել, որ նա թողել է պաշտոնը։ Մենք եւ միացել է ձեզ։ Մենք Հակոբ Աբրահամյանը միացել է այնպես, ինչպես մեր բոլոր անդամները, ինչպես ես եմ միացել մեզ, այսինքն մտել եմ, ստորագրել եմ այդ հռչակագիրը, ընդունել եմ ու միացել եմ։ Ձևաչափը այդպես է եղել։ Մնացած հարցերի շուրջ մենք քննարկումներ չենք ունեցել ու կոռեկտ չի լինի, որ ես ինչ-որ կերպ պատասխանեմ, հատկապես որ չունեմ պատասխան, որտեղ չգիտեմ, նման քննարկում մենք չենք ունեցել, ես այդ կարծիքը չունեմ ու չեմ կարող ձեզ պատասխանել, ավելին ասեմ, մենք հնարավորինս փորձում ենք մեր բոլոր քննարկումները անել մեր օրակարգի շուրջ, որպեսզի կարողանանք այս օրակարգը տեղ հասցնել եւ այդ մասով կարող եք Հակոբ Աբրահամյանին հարցնել, կանչել ձեր հաղորդումների, ինքը կպատասխանի, կարծում եմ։ Շնորհակալություն, մեր հաղորդման վերջին մասը ենթադրում է, որ պետք է քաղաքական գործիչների հետ խաղանք խաղ bare minimum or luxury maximum, ես ձեզ կարդում եմ արտահայտություններ, որոնք ոչ թե արտահայտություններ, այլ բաներ, որոնք անում են քաղաքական գործիչները, ու դուք պետք է ասեք, դա քաղաքական գործչի համար bare minimum է, թե luxury maximum։ Սկսենք, պատրաստ եք։ Եվ այսպես, առաջինը, ինքնալուծարվող կուսակցության ընտրություններին մասնակցելը։ Այդ երևի luxury maximum է, որովհետև ոնց որ առաջի անգամ է երևի պատմության մեջ։ Եկեք կարճ, ոնց որ կամ bare minimum կամ luxury maximum։ Նոր քաղաքական մոդել առաջարկելը։ Այսօրվա համար bare minimum է, եթե լավ համակարգ լինի, կգուցե ոչ։ Հին սոցիալ քաղաքական համակարգին դեմ դուրս գալը։ Այդ bare minimum է։ Սահմանադրության փոփոխությունները քաղաքական ճգնաժամի պայմաններում։ Ինձ թվում է bare minimum է։ Կառավարության նկատմամբ քաղաքացու վերահսկողությունը։ Bare minimum է։ Քաղաքական գործչի համար սխալի դեպքում պաշտոնից հրաժարվելու մշակույթը։ Նայած ինչ սխալ արել, կարող լինի եւ bare minimum եւ luxury maximum։ Քաղաքական խոստումների իրականացման ժամկետ սահմանելը։ Bare minimum։ Քաղաքական համակարգի դեմ գնալը ներսից։ Էդ էլ իրավիճակից ու համակարգից ելնելով։ Սահմանադրական փոփոխություն առաջարկելը առանց իշխանություն լինելու։ Էլի երկուսն է կարող լինի։ Քաղաքականության մեջ մեկ անգամ մտնել ու դուրս գալը։ Դա ինձ թվում է հիմա շատ տարածված bare minimum է, բայց շատ լավ կլինի, որ դա luxury maximum է։ Շատ լավ, շնորհակալություն հարցազրույցի համար ու վերջում ուզում ենք հարցնել, կա ինչ-որ հարց, որ կուզեիք, որ տայինք, որը չենք տվել, բայց կուզեք պատասխանեք։ Օրինակ, մենք չհարցրեցիք, ի՞նչ է գրած։ Ես մտածում էի հարցնեմ, թե չի, ասի վերջում հարցնեմ։ Ինչ է գրած։ Գրած է kill bell։ Շնորհակալություն։ Բայց ինքը իմաստ ունի։ Տես կինո կար, չէ, Kill Bill։ Kill Bill էր, բայց դեռ bell է գրած։ Bell-ը զանգը չէ, թե Bell-ը։ Bell-ը Հայկի Bell-ի bell-ն է։ Որը էլի վատ համակարգ էր սարքել, որի համար Հայկը գնաց, պայքարեց, համակարգը փոխեց։ Հենց էդի տես մտածված սարքել եք։ Չէ, իրականում այս մայկան ես չեմ սարքել, Բաբկեն Նավասարդյանին չգիտեմ ճանաչում եք թե չէ, մի հատ մուլտիկ կա Անասուններ։ Լսել եմ։ Հա, այդ մուլտիկի հեղինակն է, ինքն է սարքել, ես ուղղակի ձեռք եմ բերել, բայց որ մտածեցի ձեր հաղորդման ինչով կամ, քանի որ sense տենց կոստյում մի հատ ունեմ, ու այսօր պատրաստ չէր, որոշեցի սրանով։ Բայց որ քաղաքականություն մտնեք տենց կոստյումներով եք լինելու սաղդ։ Ոնց որ կպահանջի արարողակարգը, եթե պետք է լինեմ, կլինեմ։ Շատ լավ, շնորհակալություն։ Եթերում էր Control Z-ը, այսօր զրուցում էինք մերձայթիշնիկ սպորտի սիրահար, բոլորին դեմ եմ շարժման մասնակից Սպարտակ Գյուրեղյանի հետ։